Զարդարուն խնջույքի ընթացքում էլիտայի աչքերին անտեսանելի կինն անարգվում է գոռոզ գործարարի կողմից։ Սակայն նրա լուռ պատասխանը, պատված արժանապատվությամբ ու քաջությամբ, շրջում է իրավիճակը բոլորի աչքի առաջ։ Այդ գիշեր նվաստացումը դարձավ ծափահարություն, ծաղրը, դիմադրության խորհրդանիշ։ Արարատ Փալաս հյուրանոցի գլխավոր սրահը փայլում էր բյուրեղյա ջահերի տակ։ Երանյան էլիտան ցուցադրում էր իր բացառիկ զգեստները, մինչ անթերի համազգեստով մատուցողները նուրբ բաժակներով շամպայն էին մատուցում։ Օթորակիչը հազիվ էր կարողանում ցրել միջավայրում կախված թանկարժեք օծանելիքների խառը բույրը։ Դա տարվա ամենասպասված իրադարձությունն էր, երկրի ամենահեղինակավոր ապրանքանիշերից մեկի՝ մանուկյան ոսկերչատան հայկականություն ոսկով նոր հավաքածուի շնորհանդեսը։ Բուֆետի աշխատակիցների մեջ Վիկտորիա Ալավերդյանը փորձում էր աննկատ մնալ։ 38 տարեկանում գանգուր մազերը համեստ կոսով հավաքած աշխատակիցների ստանդարտ համազգեստը հագին, նա մատուցում էր խորտիկներ այնպիսի ուղիղ կեցվածքով, որը բնորոշ էր մի ժամանակ ակադեմիական միջավայրերում հայտնված մարդուն։ Նրա շագանակագույն աչքերը ամեն ինչ դիտում էին այն վերլուծական հետաքրքրասիրությամբ, որը նա երբեք չէր կորցրել, նույնիսկ լաբորատորիաներից հեռու անցկացրած այդքան տարիներից հետո։ Ոչինչ չթափես հյուրերի վրա, հասկացա՞ր, շնջաց պարոն Հովսեփը, բուֆետի վերահսկիչը, նրա կողքով անցնելիս։ Պարոն Ալեքսանդր Մանուկյանը հայտնի է նրանով, որ աշխատակիցներին ազատում է շատ ավելի չնչին բաների համար։ Վիկտորիան գլխով արեց, դժվարությամբ կուլ տալով թուքը։ Այս աշխատանքը նրան պետք էր։ Իր 16-ամյա դուստրը, Մարիամը, կախված էր իրենից։ Այն օրվանից, երբ նրան հեռացրել էին ակադեմիական աշխարհից մի հետազոտության գողության պատճառով, որը նա երբեք չկարողացավ ապացուցել, նրա կյանքը մշտական պայքար էր մոռացության անտեսանելիության դեմ։ Սրահի կենտրոնում Ալեքսանդր Մանուկյանը, մանուկյան ոսկերչատան կայսրության ժառանգորդը, զբաղեցրեց իր տեղը խոսափողի մոտ։ Բարձրահասակ, իր լավ ապրած 45 տարիներով, քունքերին ճերմակած մազերով մուգ կապույտ կոստյումով, որն ավելի թանկ արժեր, քան Վիկտորիայի մեկ տարվա աշխատավարձը, նա իշխանություն մեծամտություն էր ճառագում։ Տիկնայք պարոնայք, սկսեց նա, ձայնը բարձրախոսների համակարգով ուժեղացված, այս երեկոն միայն ոսկերչական իրերի մասին չէ։ Այն արվեստի, հայկական գեղեցկության գերագույն արտահայտության մասին է, որը վերածվել է հավերժական մի բանի։ Հանդիսատեսը խանդավառությամբ ծափահարեց, մինչ Վիկտորիան շրջում էր, խորտիկներ առաջարկելով։ Հենց այդ պահին նա թեթակի բախվեց շքեղ կարմիր զգեստով մի կնոջ։ Զգույշ եղիր, բացականչեց կինը, Վիկտորիային նայելով այնպես, կարծես նա անտեսանելի լիներ։ Այս մարդիկ իրենց տեղը չգիտեն։ Ալեքսանդրն ընդհատեց իր ելույթը, նրա սուր հայացքը որսաց փոքր իրարանցումը։ Ժպիտով, որը չէր հասնում աչքերին, նա իջավ ժամանակավոր բեմից քայլեց դեպի Վիկտորիան։ Կարծես թե մի փոքր ընդհատում ունենք, ասաց նա շարժական խոսափողով։ Ինչ է ձեր անունը, հարցրեց նա, ուղիղ մատնացույց անելով Վիկտորիային։ Ամբողջ սրահը լռեց։ Բոլոր հայացքներն ուղղվեցին բուֆետի աշխատակցուհուն, որն այժմ ուշադրության կենտրոնում էր։ Վիկտորիա Ալավերդյան, պարոն, պատասխանեց նա, ձայնը ամուր պահելով, չնայած արագ բաբախող սրտին։ Վիկտորիա, կրկնեց նա, համտեսելով անունը։ Հարմար է։ Դուք ձեզ հաղթանակած եք զգում, մեզ նման մարդկանց խորտիկներ մատուցելով։ Սրահում ցրված ծիծաղի ձայներ լսվեցին։ Վիկտորիան զգաց, թե ինչպես այրվեց դեմքը, բայց հայացքը սեռած պահեց, հրաժարվելով թուլություն ցուցաբերել։ Դա ազնիվ աշխատանք է, պարոն, պատասխանեց նա, առաջացնելով մի քանի ծիծաղի ալիք։ Ալեքսանդրի աչքերը փայլեցին նոր հետաքրքրությամբ։ Այդ կնոջ մեջ ինչ-որ բան կար, մի արժանապատվություն, որը միաժամանակ հետաքրքրում նյարդայնացնում էր նրան։ Տիկնայք պարոնայք, հայտարարեց նա, դառնալով հանդիսատեսին, այսօր ես պատիվ ունեմ ներկայացնելու մեր հավաքածուի կենտրոնական նմուշը, ոսկե ծիրան զգեստը։ Երկու օգնականներ բերեցին թավշյա կտորով ծածկված մանեկեն։ Ալեքսանդրը թատերական շարժումով քաշեց կտորը, բացահայտելով մի շլացուցիչ զգեստ, որը հիացմունքի շշուկներ առաջացրեց հանդիսատեսի մոտ։ Դա բարձր նորաձության նմուշ էր, խորը ոսկեգույն երանգով, զմրուխտե տոպազե դետալներով, որոնք ստեղծում էին հայկական բնաշխարհից ոգեշնչված նախշեր։ Սպիտակ ոսկուց փոքրիկ տերներ ու ծաղիկներ էին զարդարում կրծկալը։ Այս եզակի զգեստը, տիկնայք պարոնայք, գնահատվում է 500 միլիոն դրամ, հայտարարեց Ալեքսանդրը, վայելելով հանդիսատեսի արձագանքը։ Յուրաքանչյուր կտոր ձեռքով է տեղադրվել մեր արհեստավորների կողմից։
Սա առաջին անգամն է, որ մեր ոսկերչատունը արկածախնդրության է դիմում բարձր նորաձության աշխարհում։ Նա դրամատիկ դադար տվեց, հետո նրա աչքերը կրկին ուղղվեցին Վիկտորիային։ Կցանկանայիք փորձել այն, Վիկտորիա, հարցրեց նա կեղծ բարությամբ։ Գուցե սա ձեր միակ հնարավորությունն է նման թանկարժեք բան կրելու։ Սրահը պայթեց ծիծաղից։ Վիկտորիան անշարժ մնաց, դեմքը վիրավորված արժանապատվության դիմաc։ Ալեքսանդրը մոտեցավ նրան, խոսափողն անջատած։ Գիտես, ինչն իրոք զվարճալի կլիներ։ Տեսնել, թե ինչպես քեզ նման մեկը փորձում է ներկայանալ որպես մեզանից մեկը։ Գրազ եմ գալիս, որ 5 րոպե չէիր դիմանա այս միջավայրում, առանց քեզ մատնելու։ Հետո, վերադառնալով խոսափողին. Ես առաջարկ ունեմ այս երեկոն անմոռանալի դարձնելու համար։ Եթե դուք կարողանաք կրել այս զգեստն այն նրբագեղությամբ, որին այն արժանի է, նա մեկ դրամատիկ դադար տվեց, աչքերը չարությամբ փայլելով, ես կամուսնանամ ձեզ հետ։ Անհեթեթ առաջարկը ծիծաղի բացականչությունների ալիք առաջացրեց։ Որոշ հյուրեր իրենց բջջայիններով նկարահանում էին տեսարանը։ Վիկտորիան աճով զայրույթ զգաց, որը չէր զգացել այն օրերից ի վեր, երբ պայքարում էր ապացուցելու, որ իր հետազոտությունը գողացել են։ Ես համաձայն եմ, ասաց նա, նրա ձայնը սուր շեղբի պես կտրեց աղմուկը։ Ալեքսանդրի ժպիտը մի պահ խամրեց։ Նա չէր սպասում, որ նա կհամաձայնի։ Հիանալի է, բացականչեց նա, վերականգնելով ինքնատիրապետումը։ Մենք մարտահրավեր ունենք։ Պոլինա, տար մեր հատուկ հյուրին, նախապատրաստվելու։ Արամարական հայացքով մի օգնական Վիկտորիային ուղեկցեց դեպի ժամանակավոր հանդերձարաններից մեկը։ Քայլելիս Վիկտորիան զգում էր խղճահարության ծաղրի հայացքները։ Նա մտածեց Մարիամի մասին, այն մասին, թե որքան պետք էր իրեն այդ աշխատանքը, բայց նա այն մասին, թե որքան պետք էր ցույց տալ դստերը, որ արժանապատվությունը գին չունի։ Հանդերձարանում Պոլինան զգեստը շպրտեց աթոռի վրա։ Շատ մի ուշացիր։ Եվ զգույշ եղիր, որ ոչինչ չփչացնես, թե չէ դրա համար կվճարես ողջ կյանքիդ ընթացքում։ Մենակ մնալով, Վիկտորիան նայեց իր արտացոլանքին հայելու մեջ։ Նա տեսավ պայքարի տարիներից կնճռոտված դեմքը, ընդհատված երազանքները, փոքրիկ դստեր կողքին սովորելով անցկացրած անքուն գիշերները։ Նա տեսավ այն գիտնականի ստվերը, որը մի ժամանակ եղել էր խոստումնալից հետազոտող, որի ուսումնասիրությունները ռեգեներատիվ ֆերմենտների վերաբերյալ կարող էին փոխել հայկական բժշկությունը։ Դուք ինձ չգիտեք, Ալեքսանդր Մանուկյան, մրմնջաց նա հայելուն, արձակելով մազերը ձիգ կոսից, ազատելով փարթամ գանգուրները, որոնք շրջանակում էին նրա դեմքը։ Բայց կիմանաք։ Վճռականությամբ Վիկտորիան վերցրեց զգեստը։ Այն ավելի թեթեր, քան պատկերացնում էր, հոսուն, ինչպես ոսկե ջուրը նրա մատների արանքում։ Խորը շունչ քաշելով, նա սկսեց պատրաստվել մի բախման, որը ընդմիշտ կփոխեր իր կյանքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Ես խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ դուք կլսեք ձեր կյանքում։ Հավաքական շշուկ տարածվեց սրահում, երբ Վիկտորիան նորից հայտնվեց։ Ոսկե ծիրան զգեստը գրկում էր նրա մարմինը, կարծես հենց նրա համար լիներ կարված։ Արձակված գանգուր մազերը բնական շրջանակ էին ստեղծում, որը հակադրվում էր նուրբ զարդերին։ Բայց այն, ինչն իրապես գրավում էր ուշադրությունը, զգեստը չէր, այլ նրա կեցվածքի լիակատար փոփոխությունը։ Վիկտորիան քայլում էր սրահով այն նույն վստահությամբ, որը ցուցաբերում էր տարիներ առաջ գիտական կոնֆերանսներում։ Յուրաքանչյուր քայլը ճշգրիտ էր, հաշվարկված։ Նրա աչքերը սերված էին Ալեքսանդրի վրա, որը կարծես մի պահ շփոթված էր։ Սրահում տիրող լռությունը բացարձակ էր, որը խախտվում էր միայն բջջային հեռախոսների տեսախցիկների զուսպ կտկտոցով։ Կարծում եմ, այս գրազն ակնհայտ հաղթող ունի, հայտարարեց Վիկտորիան, նրա ձայնն արձագանքեց լուռ միջավայրում։ Մի անհանգստացեք, պարոն Մանուկյան, ես մտադիր չեմ պահանջել մրցանակը։ Ալեքսանդրը վերականգնեց ինքնատիրապետումը, փորձելով իր զարմանքը քողարկել ստիպողական ժպիտով։ Կարծես թե մենք թաքնված տաղանդներով մատուցողուհի ունենք։ Ծափահարություններ մեր Արարատ Փալասի Մոխրոտիկին։ Ծափահարությունները դժկամությամբ հնչեցին, խառնված մրմունջների շփոթված հայացքների հետ։ Մի քանի հոգի շարունակում էին նկարահանել։ Նրանց թվում էր Էլեն Վարդանյանը, 5 միլիոնից ավելի հետորդ ունեցող ինֆլուենսերը, որը որսում էր բախման յուրաքանչյուր վայրկյանը։ Սա րոպեների ընթացքում վիրուսային կդառնա, շշնջաց նա իր օգնականին։
Վիկտորյան հայացքը ամուր պահեց, նույնիսկ երբ անվտանգության աշխատակիցները զգուշորեն մոտեցան։ Նա գիտեր, որ իր փոքրիկ հաղթանակը հետանքներ կունենա։ Նախքան նա կկարողանար էլի ինչ-որ բան ասել, Պոլինան բռնեց նրա թից։ «Հանիր այդ զգեստը հիմա»։ Քո շոուն ավարտվեց, շնջաց օգնականը, նրան քարշ տալով դեպի հանդերձարան։ Մինչ Վիկտորյան փոխվում էր, վերադառնալով մատուցողուհու համազգեստին, նրա բջջայինը թրթռաց գրպանում։ Դա Մարիամից էր։ «Մամ, դու թվիթերում ես։ Ինչ է պատահել»։ Անտեսելով ձեռքերի դողը, Վիկտորյան դուրս եկավ հանդերձարանից, բայց նրան կանգնեցրեց պարոն Հովսեփը։ «Պարոն Մանուկյանը պահանջում է, որ ձեզ անմիջապես տեղափոխեն», տեղեկացրեց նա խուսափելով նրա հայացքից։ «Վաղվանից դուք կաշխատեք հյուրանոցի լվացքատանը։ Գիշերային հերթափոխով»։ «Սա վրեժխնդրություն է, պարոն Հովսեփ», բողոքեց Վիկտորյան։ «Ես ոչ մի սխալ բան չեմ արել»։ «Դու նվաստացրիր հյուրանոցի ամենակարևոր հաճախորդներից մեկին», պատասխանեց նա, վերջապես նայելով նրան։ «Քեզ բախտավոր համարիր, որ դեռ աշխատանք ունես»։ Վերադառնալով Մալաթիա Սեբաստիայի իրենց փոքրիկ բնակարան, Վիկտորյան գտավ Մարիամին արթուն, աչքերը սեղած բջջայինին։ «Մամ, դու ամենուր ես», բացականչեց դեռահասը, տատանվելով հիացմունքի ամոթի մեջ։ Բուֆետի թագուհին #թրենդներում է։ Վիկտորյան ընկավ մաշված բազմոցին, հոգնածությունը վերջապես տիրեց նրան։ «Մարիամ, այսպես չպետք է լիներ։ Ես ուղղակի…» «Այն, ինչ նա արեց, սարսափելի էր», ընդհատեց Մարիամը, նստելով մոր կողքին։ «Բայց դու հիանալի էիր։ Մարդիկ կիսվում են քո նկարով, պոդիումի զգեստի կողքին, ասելով, որ դու այն ավելի լավ ես գրել, քան բնօրինակ մոդելը»։ Վիկտորյան վերցրեց դստեր հեռախոսը, թերթեց մեկնաբանությունները։ Ի զարմանս իրեն, շատերը դրական էին, գովում էին նրա կեցվածքն ու արժանապատվությունը։ Մյուսները, սակայն, դաժան էին։ «Վերադարձար խոհանոց, արքայադուստր, կամ իրեն ով է կարծում»։ «Մամ, շատ մարդիկ հարցնում են, թե ով ես դու։ Նույնիսկ Թվիթերում մի թեմա կա, որտեղ քո անցյալն են ուսումնասիրում»։ Վիկտորիայի սիրտը սառեց։ Նրա ակադեմիական անցյալը մի բան էր, որը նա պահում էր որպես մի վերք, որը երբեք լիովին չէր սպյացել։ «Սա կանցնի, Մարիամ։ Մի քանի օրից ոչ ոք չի հիշի»։ Բայց Վիկտորյան սխալվում էր։ Հաջորդ առավոտ, երբ Մարիամին թողեց հանրակրթական դպրոցում, որտեղ նա սովորում էր, նկատեց իրենց ուղղված հայացքներն ու քմծիծաղները։ «Ուշադրություն մի դարձրու, մամ», ասաց Մարիամը, ուղղելով պայուսակը։ «Ես լավ կլինեմ»։ Վիկտորյան դիտեց, թե ինչպես է դուստրը մտնում շենք, նրա պաշտպանական կեցվածքը մատնում էր, որ ոչ, նա լավ չի լինի։ Այդ գիշեր Վիկտորյան ներկայացավ լվացքատանն իր առաջին հերթափոխին։ Արդյունաբերական մեքենաների աղմուկը խլացուցիչ էր, շոգը խեղդող, իսկ քիմիական նյութերի հոտը գրգռում էր նրա քթանցքները։ Համեմատած օթորակվող էլեգանտ սրահի հետ, դա նման էր երկնքից դժոխք իջնելուն։ «Դու հայտնին ես, չէ՞, հարցրեց ճերմակ մազերով մի սամորթ տիկին, մոտենալով հագուստի սայլակով։ «Տիկին Զառա, հաճելի է։ 22 տարի է, այստեղ եմ աշխատում»։ «Վիկտորիա», պատասխանեց նա, մեկնելով ձեռքը։ «Եվ ես հայտնի չեմ, ուղղակի մի պահ խելագարություն էր»։ Տիկին Զառան խռպոտ ծիծաղեց։ «Խելագարություն չէր։ Տեսանյութը տեսել եմ։ Դու դաս տվեցիր այդ ինքնահավան փլեյբոյին։ Այստեղ, ներքում, բոլորը դրա մասին են խոսում»։ Հերթափոխի ընթացքում Վիկտորյան սովորեց լվացքատան հիմունքները, մինչ տիկին Զառան նրան տեղեկացնում էր հետանքների մասին։ Տեսանյութը հասել էր ավելի քան 5 միլիոն դիտման, կարծիքները բաժանելով նրանց մեջ, ովքեր նրան գովում էին որպես դիմադրության խորհրդանիշ, նրանց, ովքեր քննադատում էին իր տեղը չիմանալու համար։ Առավոտյան ժամը 5-ին ուժասպառ Վիկտորյան վերադարձավ տուն, գտնելով Մարիամին արթուն, աչքերը կարմրած։ «Ինչ է պատահել», հարցրեց նա, տագնապած։ «Աղջիկները մեր նկարներն են տարածում», ասաց Մարիամը, ցույց տալով հեռախոսը։ «Պարզել են, թե որտեղ ենք ապրում։ Ասում են, որ մենք թաղամասի աղջիկներ ենք, որ ուզում ենք եռալ»։ Էկրանին Վիկտորյան տեսավ իրենց համեստ շենքի ճակատի նկարները, նույնիսկ իր մի հին նկարը, երբ դեռ ԵՓՀ-ում հետազոտող էր։ Ինչ-որ մեկը փորփրել էր նրա անցյալը։ «Ինչպես են դա ստացել», մրմնջաց նա, նստելով դստեր կողքին։ «Դիսկորդում մի խումբ կա, միայն քեզ հետաքննելու համար», բացատրեց Մարիամը։ «Պարզել են, որ դու գիտնական ես եղել»։
Ասում են, որ քեզ հեռացրել են անպիտանության համար։ Վիկտորյան փակեց աչքերը, զգալով մի ցավ, որը կարծում էր, թե արդեն հաղթահարել է։ Այն սուտը, թե իրեն հեռացրել են անպիտանության համար, տարածել էր Կարենը, իր նախկին գործընկերը, իր հետազոտությունը գողանալուց հետո։ Նա կեղծել էր տվյալները, ոչնչացրել ապացույցները, օգտագործել իր ազդեցությունը նրան լռեցնելու համար։ Այդպես չի եղել, ասաց նա ցածրաձայն։ Գիտեմ, մամ, պատասխանեց Մարիամը, գլուխը դնելով մոր ուսին։ Դու ինձ երբեք ամեն ինչ չես պատմել, բայց գիտեմ, որ այդ տղան գողացել է քո աշխատանքը։ Վիկտորյան գրկեց դստերը, զգալով իր կայացրած որոշումների ծանրությունը։ Տարիներ շարունակ նա թաղել էր իր անցյալը, կենտրոնանալով միայն գոյատելու, Մարիամին մեծացնելու վրա։ Այժմ նրա արժանապատվության պահը երկուսին էլ դրել էր սոցիալական ցանցերի անողոք ուշադրության կենտրոնում։ Վիկտորիայի բջջայինը զանգեց։ Տիկին Զարան էր։ Միացրու հեռուստացույցը հմեք ով, հիմա, ասաց տիկնոջ շտապողական ձայնը։ Հյուրասենյակի փոքրիկ հեռուստացույցի էկրանին Վիկտորյան տեսավ Ալեքսանդր Մանուկյանին մամուլի ասուլիսում։ Նա հյուծված տեսք ուներ, շատ տարբեր նախորդ գիշերվա մեծամիտ կերպարից։ Ես ընդունում եմ, որ իմ պահվածքը տեղին չէր, ասում էր նա, կարդալով իր հասարակայնության հետ կապերի թիմի կողմից ակնհայտորեն պատրաստված հայտարարությունը։ Մանուկյան ոսկերչատունը կարորում է հարգանքը բոլորի նկատմամբ, անկախ նրանց սոցիալական դիրքից։ Ստախոս, մրմնջաց Մարիամը։ Մենք պարտավորվում ենք վերանայել մեր ներքին գործելավոճը, շարունակեց Ալեքսանդրը։ Ինչ վերաբերում է տվյալ աշխատակցուհուն, մենք փորձել ենք կապ հաստատել նրա հետ, մեր անկեղծ ներողությունները հայտնելու համար։ Տեսախցիկը անցավ հաղորդավարուհուն։ Աղբյուրները նշում են, որ աշխատակցուհին Վիկտորիա Ալավերդյան անունով ԵՓ-ի նախկին հետազոտող է, ով հեռացել է ակադեմիական կարիերայից վիճահարույց հանգամանքներում։ Մենք փորձել ենք կապ հաստատել նրա հետ, սակայն մինչ այս պահը պատասխան չենք ստացել։ Վիկտորյան անջատեց հեռուստացույցը, սիրտը կուրծքը ճեղքում էր։ Նրա անցյալը, որն այդքան լավ էր պահպանել, բացահայտվում էր առանց իր համաձայնության։ Հիմա ինչ ենք անելու, հարցրեց Մարիամը, անհանգստությունը ակնհայտ իր երիտասարդ դեմքին։ Վիկտորյան նայեց փոքրիկ բնակարանի պատուհանից դուրս։ Արը ծագում էր երանի վրա, ոսկեգույն, ինչպես այն զգեստը, որը նա կրել էր նախորդ գիշեր։ Մի անցողիկ պահ նա իրեն կրկին տեսանելի, հզոր էր զգացել։ Այժմ նա հասկանում էր այդ տեսանելիության գինը։ Անենք այն, ինչ միշտ արել ենք, պատասխանեց նա գրկելով դստերը։ Գոյատենք։ Միասին։ Բայց մինչ Մարիամը նորից քնեց, Վիկտորյան արթուն մնաց, նայելով կեղահան եղած առաստաղին։ Տարիների մեջ առաջին անգամ նա թույլ տվեց իրեն մտածել այն մասին, ինչ կորցրել էր, այն, ինչ գուցե դեռ կարող էր վերականգնել։ Ալեքսանդր Մանուկյանը նայում էր իր նոութբուքի էկրանին, կենտրոնում գտնվող իր շքեղ պենթհաուսում։ Թվերն այնտեղ էին, անողոք։ Մանուկյան ոսկերչատան բաժնետոմսերի 30% անկում ընդամենը 3 օրում։ Ծանուցումները չէին դադարում գալ։ Մեկ այլ հովանավոր չեղարկում է պայմանագիրը, մեկ հայտնի անձ վերադարձնում է փոխարված զարդերը, մեկ այլ ինֆլուենսեր հայտարարում է ապրանքանիշի բոյկոտի մասին։ Մենք պետք է ավելի կտրուկ բան անենք, պնդում էր Ռուզաննա Կարապետյանը, նրա մամուլի քարտուղարը, հյուրասենյակում այս ու այն կողմ քայլելով, որտեղից տեսարան էր բացվում դեպի քաղաքի կենտրոնը։ Այդ ընդհանուր հայտարարությունը ոչ ոքի չհամոզեց։ Ալեքսանդրը ձեռքը տարավ անթերի սանրված մազերի միջով։ Դա զվարճանքի պահ էր, որը դուրս եկավ վերահսկողությունից։ Ինչպես կարող է իմանալ, որ նա այդպես կարձագանքեր։ Ռուզաննան դադարեց քայլել, նրան նայեց անհավատալի հայացքով։ Զվարճանքի պահ։ Դուք հրապարակայնորեն նվաստացրիք հյուրանոցի աշխատակցուհուն գրած եկաք, որ կամուսնանաք նրա հետ, կարծես դա կատակ լիներ։ 2025 թվականին, երբ ամենուր տեսախցիկներ կան։ Պետք չէ կրկնել, թե ինչ եմ արել, Ռուզաննա, կոպտեց Ալեքսանդրը, զայրացած։ Ինձ լուծումներ են պետք։ Մենք պետք է այս ճգնաժամը վերածենք հնարավորության, ասաց Ռուզաննան, անցնելով իր պրոֆեսիոնալ տոնին։ Մենք ավելին ենք պարզել այս կնոջ, Վիկտորիա Ալավերդյանի մասին։ Նա սովորական մատուցողուհի չէ։ Նա հետազոտող է եղել ԵՊՀ-ում, ֆերմենտային կենսաքիմիայի մասնագետ։ Ալեքսանդրը բարձրացրեց հոնքերը, հանկարծակի հետաքրքրվելով։ Գիտնականը խորտիկներ է մատուցում։ Ինչպես է դա պատահել։
Հետաքննում ենք, պատասխանեց Ռուզաննան, նրան փոխանցելով մի թղթապանակ։ Այն, ինչ գիտենք, այն է, որ նա խոստումնալից հետազոտություններ էր մշակում ռեգեներատիվ ֆերմենտների վերաբերյալ բժշկական կիրառություններով։ Հանկարծ 7 տարի առաջ նրան հեռացրել են համալսարանից։ Պնդել են էթիկական շեղում, բայց մանրամասները մշուշոտ են։ Ալեքսանդրը թերթեց դոսիեն, կանգ առնելով Վիկտորիայի հին լուսանկարի վրա լաբորատորիայում։ Նա այլ տեսք ուներ, մազերը հավաքած, բարակ շրջանակով ակնոցներ, սպիտակ խալաթ։ Բայց աչքերը նույնն էին, վճռական խելացի, որոնք նրան էին նայում հյուրանոցում տեղի ունեցած բախման ժամանակ։ Նա դեռահաս դուստր ունի, շարունակեց Ռուզաննան։ Միայնակ է մեծացնում, հայրը նշված չէ ծննդյան վկայականում։ Ապրում են Մալաթիա Սեբաստիայի համեստ բնակարանում։ Արարատ Փալասը հյուրանոցում աշխատում է գրեթե 5 տարի, սկսել է որպես հավաքարար։ Ալեքսանդրի մտքում մի ծրագիր սկսեց ձևավորվել։ Տաղանդավոր գիտնական, որն անհաջողության է մատնվել, այժմ ցածր որակավորում պահանջող աշխատանք է կատարում, դստերը պահելու համար։ Սա կատարյալ է։ Կատարյալ, հարցրեց Ռուզաննան, շփոթված։ Մեր քավության համար, բացատրեց Ալեքսանդրը, ոգորված ոտքի կանգնելով։ Պատկերացրու, մեծամիտ գործարարը ընդունում է իր սխալը, օգնում է անարդարացիորեն վիրավորված գիտնականին վերականգնել իր կարիերան։ Սա քավության պատմություն է, որը մամուլը կսիրի։ Ռուզաննան ժպտաց, հասկանալով ռազմավարությունը։ Մենք կարող ենք հայտարարել Մանուկյան հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի մասին կին գիտնականների համար։ Եվ Վիկտորիան կլինի մեր առաջին շահառուն, ավարտեց Ալեքսանդրը։ Հանճարեղ է։ Հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպիր նրա հետ։ Մինչդեռ Մալաթիա Սեբաստիայի բնակարանում Վիկտորիան արթնացավ դռան զանգի ձայնից։ Նայեց ժամացույցին՝ 10:32։ Նա ընդամենը 4 ժամ էր քնել լվացքատան հերթափոխից հետո։ Մամ, այստեղ դատական կատարածու կա, բղավեց Մարիամը հյուրասենյակից։ Վիկտորիան ցատկեց տեղից, խալաթ հագնելով քնելու համար նախատեսված շապիկի շորտի վրայից։ Հյուրասենյակում մաշված կոստյումով մի տղամարդ ծրար էր մեկնում։ Վարձը չվճարելու համար վտարման ծանուցում մեխանիկորեն բացատրեց նա։ Տիկին, դուք 15 օր ունեք պարտքը մարելու կամ բնակարանն ազատելու համար։ Երբ կատարածուն հեռացավ, Վիկտորիան դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Նա 3 ամսվա վարձ էր պարտք։ Խնայողություններն օգտագործել էր Մարիամի դպրոցական պարագաների նախորդ ամիս փչացած սառնարանը վերանորոգելու համար։ Նորից պետք է տեղափոխվենք, հարցրեց Մարիամը, նրա փոքրիկ ձայնը հիշեցրեց Վիկտորիային, որ չնայած հասուն կեցվածքին, նա դեռ ընդամենը վախեցած դեռահաս էր։ Ոչ, պատասխանեց Վիկտորիան ավելի շատ համոզվածությամբ, քան զգում էր։ Ես մի բան կմտածեմ։ Հեռախոսը զանգեց։ Տիկին Զարան էր։ Աղջիկ ջան, այստեղ լվացքատանը մի տղամարդ քեզ է հարցնում։ Ասում է, Մանուկյան ոսկերչատան փաստաբանն է։ Վիկտորիայի ստամոքսը սեղմվեց։ Ինչ է ուզում։ Չգիտեմ, բայց թանկ կոստյումով է, անհանգիստ տեսք ունի։ Ասաց, որ շտապ պետք է խոսի քեզ հետ։ Ասա նրան, որ ես զբաղված եմ, պատասխանեց Վիկտորիան։ Վերջին բանը, որ նրան պետք էր, Ալեքսանդր Մանուկյանի հետ կապված նոր բարդություններն էին։ Արդեն ասել եմ։ Նա այցեքարտ թողեց, որ զանգես։ Եվ, Վիկտորիան, նա ինչ-որ բան նշեց մի առաջարկի մասին, որը կարող էր փոխել քո ներկա իրավիճակը։ Վիկտորիան մտածկոտ անջատեց հեռախոսը։ Պատուհանից դուրս նա տեսավ կայանված մեքենա, որը թաղամասին չէր պատկանում։ Ներսում պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով մի տղամարդ կար։ Ներքում լուսանկարիչ կա, ասաց Մարիամը, որը նույնպես դիտում էր պատուհանից։ 3 գիշերվանից։ Երի մամուլից է։ Ուրեմն չենք կարող դուրս գալ, եզրակացրեց Վիկտորիան։ Առայժմ։ Հեռախոսը նորից զանգեց, անծանոթ համար։ Վիկտորիան անտեսեց։ Վայրկյաններ անց, հաղորդագրություն։ Տիկին Ալավերդյան, ես ներկայացնում եմ պարոն Ալեքսանդր Մանուկյանին։ Նա կցանկանար խոսել մի առաջարկի մասին, որը կարող է ձեզ պրոֆեսիոնալ առումով օգուտ տալ։ Խնդրում եմ, պատասխանեք այս հաղորդագրությանը։ Օրվա ընթացքում ավելի շատ հաղորդագրություններ եկան լրագրողներից, որոնք հարցազրույց էին խնդրում, մարդկանցից, որոնք աջակցում էին նրա արարքին, նույնիսկ մի հեռուստատեսային պրոդյուսերից, որը հետաքրքրված էր նրա հաղթահարման պատմությամբ։
Վիկտորյան անտեսեց բոլորին։ Երեկոյան, երբ պատրաստվում էր լվացքատան հերթափոխին, Մարիամը նրան զարմացրեց մի նորությամբ։ «Մամ, քեզ համար GoFundMe եմ բացել», ասաց նա, ցույց տալով հեռախոսի էկրանը։ Արդեն գրեթե 500,000 դրամ կա։ Վերնագիրն է՝ «Օգնենք ոսկե զգեստով գիտնականին»։ Վիկտորյան զարմացած նայեց արշավին։ Նկարագրության մեջ նշվում էր նրա անցյալը որպես հետազոտող, ենթադրվում էր, որ նա ակադեմիական անարդարության զոհ է դարձել։ Այս ամենը որտեղից գիտեն։ Ինտերնետ, պարզապես պատասխանեց Մարիամը։ Ինչ-որ մեկը գտել է քո գիտական հոդվածները, սկսել է կտորները միացնել։ Նույնիսկ ֆորում կա, նվիրված պարզելուն, թե իրականում ինչ է պատահել ԵՊՀ-ում։ Վիկտորյան զգաց սրտի արագ բաբախյունը։ Տարիներ շարունակ ոչ ոք չէր հետաքրքրվել իր պատմությամբ։ Այժմ, հանկարծ, ինտերնետում անծանոթները փորփրում էին նրա անցյալը։ «Ես պետք է գնամ աշխատանքի», ասաց նա, վերցնելով պայուսակը։ «Դուռը լավ փակիր, ոչ ոքի զանգին չպատասխանես»։ Հասնելով հյուրանոցի լվացքատուն, Վիկտորյան անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այլ է։ Կոստյումով մի տղամարդ խոսում էր պարոն Հովսեփի հետ։ Երբ նա ներս մտավ, երկուսն էլ շրջվեցին նրան նայելու։ «Տիկին Ալավերդյան», ասաց պարոն Հովսեփը անսովոր պաշտոնականությամբ, «սա պարոն Հենրիկ Վարդանյանն է, պարոն Ալեքսանդր Մանուկյանի խորհրդականը։ Նա պնդում է, որ պետք է խոսի ձեզ հետ»։ «Ես պարոն Մանուկյանին ասելիք չունեմ», պատասխանեց Վիկտորյան, ուղղվելով դեպի իր աշխատատեղը։ «Տիկին Ալավերդյան, խնդրում եմ», պնդեց Հենրիկը, հետելով նրան։ Պարոն Մանուկյանն անկեղծորեն զղջում է, ցանկանում է հաշտվել։ Վիկտորյան անզգացմունք ծիծաղեց, ռետինե ձեռնոցներ հագնելիս։ Հաշտվել։ Նա ոչնչացրեց իմ անձնական կյանքը, իմ դստերը ենթարկեց բուլինգի, ինձ տեղափոխեց լվացքատուն որպես պատիժ։ Իրականում, մեղմորեն ուղեց Հենրիկը, ձեզ տեղափոխել է հյուրանոցի վարչակազմը։ Պարոն Մանուկյանը դա չի պահանջել։ Վիկտորյան թերահավատորեն նայեց նրան։ Իրականում, ինչ է նա ուզում։ Հենրիկը շուրջը նայեց, անհարմար զգալով լվացքատան աղմկոտ միջավայրից։ Կարող ենք ավելի առանձին վայրում խոսել։ Ոչ, վճռականորեն պատասխանեց Վիկտորյան։ Ասեք այն, ինչ ունեք ասելու, հենց այստեղ։ Շատ լավ։ Հենրիկն ուղղեց փողկապը։ Պարոն Մանուկյանը տպավորված էր, իմանալով ձեր ակադեմիական անցյալի մասին։ Նա կցանկանար ֆինանսավորել ձեր վերադարձը գիտական հետազոտություններին։ Սավանների զույգը, որ Վիկտորյան պահում էր, սահեց նրա ձեռքերից։ Ինչ։ Մանուկյան հիմնադրամը կին գիտնականների համար կրթաթոշակային ծրագիր է սկսում։ Պարոն Մանուկյանը կցանկանար, որ դուք լինեիք առաջին շահառուն։ Լրիվ աշխատավարձ, սարքավորված լաբորատորիա, օգնականներ։ Ինչի։ Դիմաց, ընդհատեց Վիկտորյան, վերականգնելով ինքնատիրապետումը։ Մի քանի հանրային ելույթ պարոն Մանուկյանի հետ։ Համատեղ հարցազրույցներ։ Ոչ մի լուրջ բան։ Վիկտորյան խաչեց ձեռքերը։ Ուրեմն ես հիմնականում պարագա կլինեմ նրա իմիջը մաքրելու համար։ Ես կնախընտրեի դա համարել փոխշահավետ համագործակցություն, պատասխանեց Հենրիկը։ Դուք վերականգնում եք ձեր կարիերան, նա ցուցաբերում է սոցիալական պատասխանատվություն։ Ես վաճառքի ենթակա չեմ, պարոն Վարդանյան, հայտարարեց Վիկտորյան։ Ասեք ձեր ղեկավարին, որ կարող է ուրիշ գիտնական փնտրել իր թատրոնի համար։ Հենրիկը գլխով արեց, կարծես չզարմացած։ Ահա իմ այցեքարտը, եթե մտափոխվեք։ Պարոն Մանուկյանը վաղը ժամը 10-ին կլինի հիմնադրամի գրասենյակում, եթե որոշեք անձամբ խոսել։ Երբ նա հեռացավ, տիկին Զարան մոտեցավ։ Աղջիկ ջան, դու խենթ ես։ Հենց նոր հրաժարվեցիր գիտնական դառնալու հնարավորությունից։ Ոչ նրա պայմաններով, պատասխանեց Վիկտորյան, վերադառնալով աշխատանքին։ Ես այդ մարդուց ոչինչ չեմ ուզում։ Բայց ամբողջ գիշեր, մինչ ծալում էր սավաններն ու սրբիչները, առաջարկն արձագանքում էր նրա մտքում։ Որքան ժամանակ էր, որ նա լաբորատորիա չէր մտել։ Որքան ժամանակ էր, որ չէր զգացել գիտական հայտնագործության հուզմունքը։ Առավոտյան տուն վերադառնալով նա գտավ Մարիամին նստած խոհանոցի սեղանի մոտ, հայացքը հեռու։ Ինչ է պատահել, հարցրեց Վիկտորյան, տագնապած։ Մարիամը հեռախոսը մեկնեց նրան։ Էկրանին անանուն հաղորդագրություն կար Մարիամի լուսանկարով, որը դպրոցից դուրս էր գալիս, որին հետում էին դաժան խոսքեր Վիկտորիայի մասին քողարկված սպառնալիքներ։
Նրանք ինձ հետել են մինչ դպրոց, ասաց Մարիամը, ձայնը դողում էր։ Բոլորը դրա մասին են խոսում։ Տնօրենը կանչեց ինձ, ասաց, որ ես խնդիրներ եմ ստեղծում։ Վիկտորյան ամուր գրկեց դստերը, զգալով զայրույթն իր ներսում։ Սա չի կարող շարունակվել։ Այդ պահին սեղանի վրայի վտարման ծանուցումը կարծես մի տոննա կշռեր։ Վիկտորյան նայեց այցեքարտին, որը թողել էր Հենրիկը, հետո իր դողացող դստերը, իր գրկում։ 7 տարի առաջ նա ընտրել էր լռությունն ու մոռացությունը, Մարիամին պաշտպանելու համար։ Այժմ, գուցե պետք է մեկ այլ դժվարին ընտրություն կատարեր նույն պատճառով։ Ես սա կլուծեմ, շնջաց նա, համբուրելով դստեր գլուխը։ Խոստանում եմ։ Հաջորդ առավոտյան ժամը 9:45-ին Վիկտորյան Երանի կենտրոնում գտնվող Մանուկյան հիմնադրամի ընդունարանում էր, հագած իր լավագույն հագուստը, սպասական տաբած սպիտակ պարզ վերնաշապիկ, որը պահում էր աշխատանքի հարցազրույցների համար։ Եկել եմ տեսնելու Ալեքսանդր Մանուկյանին, հայտարարեց նա զարմացած ընդունարանի աշխատակցուհուն։ Նա ինձ սպասում է։ Ալեքսանդր Մանուկյանը ոտքի կանգնեց իր կաշվե բազկաթոռից, երբ Վիկտորյան մտավ նրա գրասենյակ։ Սենյակը ընդարձակ էր, Երանի կենտրոնի համայնապատկերային տեսարանով պատերին ժամանակակից հայկական արվեստի գործերով։ Տիկին Ալավերդյան, ասաց նա, մեկնելով ձեռքը։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Վիկտորյան անտեսեց մեկնած ձեռքը ուղիղ նստեց կարմրափայտի զանգվածային սեղանի դիմացի աթոռին։ Եկեք անցնենք գործի։ Ձեր խորհրդականը մի առաջարկի մասին նշեց։ Ալեքսանդրը հետ քաշեց ձեռքը թեթ ժպիտով, կարծես գնահատելով նրա անկեղծությունը։ Նորից նստեց ուսումնասիրեց իր դիմացի կնոջը։ Առանց հյուրանոցի համազգեստի, հագած պարզ, բայց արժանապատիվ հագուստ, Վիկտորյան այլ մարդու տեսք ուներ, ավելի մոտ այն գիտնականին, որին տեսել էր Ռուզաննայի գտած հին լուսանկարներում։ Սուրճ։ Ջուր, առաջարկեց նա։ Ոչ, շնորհակալություն, չոր պատասխանեց Վիկտորյան։ Ես քիչ ժամանակ ունեմ։ Շատ լավ։ Ալեքսանդրը հենվեց աթոռին։ Ինչպես Հենրիկը պետք է նշած լիներ, ես հետաքրքրվեցի, իմանալով ձեր ակադեմիական անցյալի մասին։ Ձեզ նման փայլուն միտքը չպետք է վատնվի լվացքատանը։ Ազնիվ աշխատանքի մեջ ամոթալի բան չկա, առարկեց Վիկտորյան։ Եվ ակադեմիան լքելը իմ ընտրությունը չէր։ Այո, դրա մասին էլ եմ լսել, մեկնաբանեց Ալեքսանդրը, առաջ թեքվելով։ Սարսափելի անարդարություն։ Ձեր գործընկերը Կարեն Դավթյանը գողացել է ձեր հետազոտությունը ռեգեներատիվ ֆերմենտների վերաբերյալ, ճիշտ է։ Վիկտորյան քարացավ, լսելով անունը։ Տարիներ շարունակ նա այն բարձրաձայն չէր արտասանել։ Դուք դա որտեղից գիտեք։ Ես ռեսուրսներ ունեմ, անորոշ պատասխանեց Ալեքսանդրը։ Գիտեմ, որ դուք հեղափոխական մեթոդ էիք մշակում վերքերի ապաքինումն արագացնելու համար, օգտագործելով հայկական լեռնաշխարհի կենսաբազմազանությունից ստացված ֆերմենտներ։ Դավթյանը յուրացրել է ձեր աշխատանքը, ստացել է հեղինակությունը, այժմ Global Armenia դեղագործական ընկերության գլխավոր հետազոտողն է։ Ընկերության անունը լսելով, Վիկտորյան սեղմեց բռունցքները։ Global Armenian արտոնագրել էր իր հետազոտության հիման վրա ստեղծված միացությունները, վաստակելով միլիոններ։ Ես այստեղ չեմ եկել իմ անցյալը քննարկելու, ասաց նա, ձայնը ամուր պահելով։ Ո՞րն է ձեր առաջարկը կոնկրետ։ Ալեքսանդրը ժպտաց, գոհ լինելով, որ գրավել է նրա ուշադրությունը։ Մանուկյան հիմնադրամը կին գիտնականների հետազոտությունները խթանելու ծրագիր է սկսում։ Մենք ցանկանում ենք ձեզ առաջարկել ամբողջական կրթաթոշակ։ Աշխատավարձ, որը հավասար է ավագ գիտաշխատողի աշխատավարձին, սարքավորված լաբորատորիա, ձեր ընտրությամբ օգնականներ ազատություն, շարունակելու ձեր սկզբնական հետազոտությունը։ Վիկտորյան թերահավատորեն բարձրացրեց մի հոնքը։ Իսկ փոխարենը ձեր մասնակցությունը հիմնադրամի մի քանի միջոցառումներին։ Մամուլի ասուլիս ծրագիրը հայտարարելու համար։ Գուցե մի քանի հարցազրույց հաղթահարման երկրորդ հնարավորության մասին։ Ձեր իմիջը մաքրելու համար, եզրակացրեց Վիկտորյան։ Էլիտար չարագործին վերածել գիտության մեջ կանանց բարերարի։ Ալեքսանդրը մի փոքր շփոթված տեսք ընդունեց։ Ես նախընտրում եմ մտածել, որ մենք մի ցավալի իրավիճակ վերածում ենք բոլոր ներգրավվածների համար դրական մի բանի։ Դուք վերականգնում եք ձեր կարիերան, մենք բարելավում ենք մեր կորպորատիվ իմիջը, հայկական գիտությունը վերադարձնում է տաղանդավոր հետազոտողի։ Վիկտորյան ոտքի կանգնեց։
Ես հետաքրքրված չեմ լինել ձեր բարեգործական նախագիծը կամ մարքեթինգային ռազմավարությունը։ Ցտեսություն, պարոն Մանուկյան։ Նա քայլեց դեպի դուռը, բայց Ալեքսանդրի ձայնը կանգնեցրեց նրան։ Իսկ ձեր դուստը։ Մարիամ, չէ։ Լսել եմ, որ նա դպրոցում խնդիրներ ունի այս ողջ իրարանցման պատճառով։ Վիկտորիան դանդաղ շրջվեց, աչքերը կայծկլտում էին։ Չհամարձակվեք հիշատակել իմ դստերը։ Ես պարզապես նշում եմ, որ այս իրավիճակն ազդում է ձեզ երկուսիդ վրա, շարունակեց Ալեքսանդրը, պահպանելով չեզոք տոնը։ Հիմնադրամի ռեսուրսներով դուք կարող էիք նրան ավելի լավ դպրոց տեղափոխել։ Տալ նրան այն հնարավորությունները, որոնց նա արժանի է։ Վիկտորիան մի քանի քայլ հետ գնաց, ձեռքերը հենելով Ալեքսանդրի սեղանին։ Դուք իսկապես սահմաններ չունեք, այնպես չէ՞։ Սկզբում հրապարակայնորեն նվաստացնում եք ինձ, հետո փորձում եք գնել ինձ, իսկ հիմա իմ դստերն եք օգտագործում որպես սակարկության առարկա։ Ես փորձում եմ ճիշտ բանն անել, պնդեց Ալեքսանդրը, պահելով նրա հայացքը։ Առաջարկում եմ մի լուծում, որը բոլորին օգուտ է տալիս։ Ճիշտ բանը կլիներ ի սկզբանե ինձ չնվաստացնելը, առարկեց Վիկտորիան։ Կամ գուցե հրապարակայնորեն ընդունել ձեր սխալը, առանց փորձելու այն վերածել մարքեթինգային հնարավորության։ Ինչ արված է, պատասխանեց Ալեքսանդրը, նույնպես ոտքի կանգնելով։ Հարցն այն է, թե ինչ ենք անում հիմա։ Դուք կարող եք մերժել իմ առաջարկը վերադառնալ լվացքատուն, շարունակել հետապնդվել լրագրողների կողմից տեսնել, թե ինչպես է ձեր դուստրը տառապում։ Կամ կարող եք ընդունել այս իրավիճակը վերածել նոր սկզբի։ Վիկտորիան երկար վայրկյաններ նայեց նրան։ Ես կմտածեմ այդ մասին։ Շատ մի ուշացեք, զգուշացրեց Ալեքսանդրը։ Մամուլն արդեն շահարկումներ է անում ծրագրի մասին։ Մենք պետք է այն հայտարարենք առաջիկա օրերին։ Վիկտորիան դուրս եկավ առանց պատասխանելու, սիրտը ուժգին բաբախում էր։ Տաքսիով տուն վերադառնալիս նրա միտքը եռում էր։ Առաջարկը գայթակղիչ էր, վերադառնալ գիտություն, իր երազանքներ 7 երկար տարիներ։ Բայց ընդունելը կնշանակեր իր իմիջը կապել Ալեքսանդրի հետ, այն մարդու, որը հրապարակայնորեն նվաստացրել էր իրեն։ Տուն հասնելով նա գտավ Մարիամին հյուրասենյակում, Պատրիսիայի հետ զրուցելիս, հարանուհու, որը հաճախ էր հոգ տանում նրա մասին, երբ Վիկտորիան աշխատում էր գիշերային հերթափոխով։ Ինչ է պատահել, հարցրեց Վիկտորիան, նկատելով երկուսի անհանգիստ հայացքները։ Պատրիսիան ոտքի կանգնեց։ Ավելի լավ է դու ինքդ պատմես, Մարիամ։ Մարիամը խորը շունչ քաշեց։ Ինձ դպրոցից հեռացրել են։ Ինչ, բացականչեց Վիկտորիան։ Ինչու։ Որովհետև ես հարվածեցի Մաթոսին, երբ նա ցույց տվեց քո հին ինստագրամյան նկարները, ասելով, որ դու գիտնականից դարձել ես սպասուհի։ Մարիամի աչքերում արցունքներ կային։ Եվ հետո մյուս տղաները սկսեցին սարսափելի բաներ ասել, որ դու քեզ վաճառում ես ոսկերիչ գործարարին։ Վիկտորիան ամուր գրկեց դստերը, զգալով զայրույթ, մեղքի զգացում, խորը տխրություն, որոնք խառնվել էին իր կրծքում։ Տնօրենն ասաց, որ չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը այս ողջ ուշադրության պայմաններում, բացատրեց Պատրիսիան։ Առաջարկեց, որ դուք մտածեք նրան այլ դպրոց տեղափոխելու մասին, մինչ իրավիճակը հանդարտվի։ Կարծես թե մենք կարող ենք մեզ թույլ տալ այլ դպրոց, մրմնջաց Վիկտորիան։ Մենք հազիվ ենք կարողանում այս տան վարձը վճարել։ Երբ Պատրիսիան հեռացավ, Վիկտորիան նստեց Մարիամի հետ խոհանոցի փոքրիկ սեղանի մոտ։ Ես քեզ ասելիք ունեմ։ Նա բացատրեց Ալեքսանդրի առաջարկը, մանրամասնելով, թե ինչ կշահեր, ինչ պետք է աներ փոխարենը։ Ինչ ես պատասխանելու, հարցրեց Մարիամը, երբ նա ավարտեց։ Չգիտեմ, խոստովանեց Վիկտորիան։ Մի կողմից դա հնարավորություն կլիներ վերադառնալու գիտություն, վերականգնելու այն ամենը, ինչ կորցրել ենք։ Մյուս կողմից դա կլիներ ինչպես։ Ինչպես հոգիդ սատանային վաճառելը, առաջարկեց Մարիամը։ Վիկտորիան անզգացմունք ծիծաղեց։ Մի այդպիսի բան։ Չեմ ուզում օգտագործվել որպես մարքեթինգային ռազմավարություն մի մարդու կողմից, որն ինձ հրապարակայնորեն նվաստացրել է։ Բայց դու էլ կարող ես նրան օգտագործել, չէ՞, առաջարկեց Մարիամը, զարմացնելով մորը։ Ընդունել գումարն ու լաբորատորիան, անել նվազագույն անհրաժեշտ ելույթները, կենտրոնանալ այն բանի վրա, ինչն իրոք կարևոր է քո հետազոտության։ Վիկտորիան հիացմունքով նայեց դստերը։ Երբ դարձար այդքան ռազմավար։ Լավագույնից եմ սովորել, պատասխանեց Մարիամը փոքրիկ ժպիտով։
Դու միշտ ասում ես, որ մենք պետք է պրագմատիկ լինենք գոյատելու համար։ Այդ գիշեր, մինչ Մարիամը քնած էր, Վիկտորիան նստեց բնակարանի փոքրիկ պատշգամբում, նայելով քաղաքի լույսերին։ Նրա կողքի սեղանին վտարման ծանուցումն էր Ալեքսանդրի այցեքարտը։ Նրա բջջայինը թրթռաց։ Տիկին Զարայից էր հաղորդագրությունը։ Աղջիկ ջան, չես հավատա։ Այստեղ մի տղամարդ քեզ է հարցնում։ Ասում է, Գլոբալ Արմենիայից Կարեն Դավթյանն է։ Վիկտորիայի արյունը սառեց։ Կարեն Դավթյանն այստեղ։ Ինչու՞։ Նրա անցյալի մասին լուրը պետք է հասած լիներ նրան։ Արդյոք նա անհանգստացած էր, որ ինքը կարող է բացահայտել իր հետազոտության գողությունը։ Մեկ այլ հաղորդագրություն եկավ։ Նա իրեն պահում է, կարծես քո ընկերն է։ Ասում է, որ ուզում է քեզ վերամիավորել գիտական համայնքի հետ։ Հովսեփն արդեն նրան դուրս է արել, բայց ասաց, որ վաղը քեզ կփնտրի։ Վիկտորիան իրեն թակարդում զգաց։ Մի կողմից Ալեքսանդր Մանուկյանը, որն առաջարկում էր ոսկե հնարավորություն երկրորդական մտադրություններով։ Մյուս կողմից Կարեն Դավթյանը, որը հայտնվել էր անցյալից, հավանաբար համոզվելու, որ ինքը լուռ կմնա։ Հաջորդ առավոտ նա իր որոշումը կայացրեց։ Զանգահարեց Հենրիկին, Ալեքսանդրի խորհրդականին։ Ես մի քանի պայման ունեմ, հայտարարեց նա, հենց որ նա պատասխանեց։ Պարոն Մանուկյանը հիացած կլինի դրանք քննարկելուց, պատասխանեց Հենրիկը, չթաքցնելով իր գոհունակությունը։ Ինչ կասեք այսօր ճաշելու մասին։ Ժամը 13:00-ին Վիկտորիան կրկին Ալեքսանդրի գրասենյակում էր, այժմ այլ կեցվածքով։ Նա հագել էր նույն պարզ հագուստը, բայց իր հետ ուներ թղթապանակ, փաստաթղթերով նորացված վստահությամբ։ Հենրիկը նշեց, որ դուք պայմաններ ունեք, սկսեց Ալեքսանդրը, երբ քարտուղարուհին երկուսի համար էլ ջուր մատուցեց։ Այո, հաստատեց Վիկտորիան, բացելով իր թղթապանակը։ Առաջին, ես ուզում եմ ամեն ինչ գրավոր, ֆինանսավորման, տողության իմ գիտական անկախության մանրամասներով։ Ալեքսանդրը գլխով արեց։ Իհարկե, մենք պաշտոնական պայմանագիր կունենանք։ Երկրորդ, շարունակեց նա, ես ուզում եմ ընտրել իմ թիմն առանց միջամտության։ Եվ ես ուզում եմ աշխատել ԵՓ-ի կենսաքիմիայի ինստիտուտում, ոչ թե Մանուկյան հիմնադրամի լաբորատորիայում։ Դա կարելի է կազմակերպել, համաձայնեց Ալեքսանդրը, նշումներ անելով։ Էլի։ Ինչ-որ բան։ Այո։ Վիկտորիան մի թուղթ մեկնեց նրան։ Սա ամբողջական ցուցակն է, իմ ընթացիկ պարտքերի մարում, ներառյալ ուշացած վարձը, Մարիամի համար լիարժեք կրթաթոշակ որակյալ դպրոցում, լիակատար վերահսկողություն իմ հանրային իմիջի նկատմամբ, ոչինչ չի հրապարակվի առանց իմ նախնական հաստատման։ Դուք կմասնակցեք իշխանության չարաշահման ոտնձգությունների վերաբերյալ դասընթացի, որը կանցկացվի իմ ընտրած ֆեմինիստական կազմակերպության կողմից։ Ալեքսանդրը կարդաց ցուցակը, նրա դեմքն անընթեռնելի էր։ Երբ ավարտեց, նայեց Վիկտորիային զարմանքի դժկամ հարգանքի խառնուրդով։ Դուք այնպիսի դիրքում չեք, որ այդքան պահանջներ ներկայացնեք, ասաց նա վերջապես։ Ընդհակառակը, առարկեց Վիկտորիան։ Դուք ինձ ավելի շատ եք պետք, քան ես ձեզ։ Ձեր բաժնետոմսերն ընկել են 30%, ով դեպքից հետո։ Ես հաշիվը կորցրել եմ, թե քանի պայմանագիր եք կորցրել։ Մամուլը ձեզ ներկայացնում է որպես կատարյալ չարագործ, հարուստ, մեծամիտ դաժան աշխատավորի նկատմամբ։ Ալեքսանդրը մի պահ լուռ մնաց։ Իսկ եթե ես մերժեմ, այդ դեպքում ես բացառիկ հարցազրույց կտամ մեկ կին։ Կպատմեմ ամբողջ պատմությունը, ոչ միայն ձեր հրապարակային նվաստացման, այլ այն մասին, թե ինչպես փորձեցիք գնել ինձ հետո։ Ենթադրում եմ, որ դա շատ չի օգնի ձեր հասարակայնության հետ կապերի արշավին։ Ալեքսանդրի աչքերը փայլեցին, բայց ոչ զայրույթից։ Այնտեղ կար մի բան, որը գրեթե հիացմունքի էր նման։ Դուք ավելի կոշտ եք, քան թվում է, Վիկտորիա Ալավերդյան։ Ստիպված եմ եղել, պարզապես պատասխանեց նա։ Ուրեմն, մենք համաձայնության ենք գալիս։ Ալեքսանդրը մեկնեց ձեռքը։ Մենք համաձայնության ենք գալիս։ Բարի գալուստ Մանուկյան հիմնադրամ։ Այս անգամ Վիկտորիան ընդունեց ձեռքսեղմումը, ամուր վճռական։ Դա հանձնվել չէր, եզրակացրեց նա։ Դա նոր ճակատամարտ էր, նոր դաշտում, մի դաշտ, որը նա ավելի լավ գիտեր, քան նա։ Մամուլի ասուլիսը կլինի հաջորդ շաբաթ, տեղեկացրեց Ալեքսանդրը։ Իմ թիմը կկապվի ձեզ հետ նախապատրաստական աշխատանքների համար։ Այն կլինի նույն սրահում, հայտարարեց Վիկտորիան։
Ներողություն։ Մամուլի ասուլիսը։ Ես ուզում եմ, որ այն լինի Արարատ Փալասի նույն սրահում, որտեղ դուք ինձ նվաստացրիք։ Բանաստեղծական է, չեք կարծում։ Ալեքսանդրը նրան նայեց անկեղծ հետաքրքրությամբ։ Դուք զարմանալի կին եք, տիկին Ալավերդյան։ Դոկտոր Ալավերդյան, ուղեց նա, ոտքի կանգնելով գնալու։ Եվ դուք դեռ ոչինչ չեք տեսել։ Արարատ Փալաս հյուրանոցի ատլանտյան սրահը անճանաչելի էր։ Այնտեղ, որտեղ նախկինում բարձր հասարակության հյուրերով էլեգանտ սեղաններ էին, այժմ լրագրողների համար նախատեսված աթոռների շարքեր էին։ Ոսկե զգեստով մանեկենի փոխարեն Մանուկյան հիմնադրամի լոգոտիպով ամբիոներ պաստառներ, որոնք հայտարարում էին վաղվա գիտնականներ, կանանց հետազոտությունների խթանում ծրագրի մասին։ Կուլիսներում Վիկտորյան քաղաքավարիորեն մերժում էր Ալեքսանդրի կողմից վարձված դիմահարդարի փորձերը։ Ես այսպես լավ եմ, շնորհակալություն, պնդեց նա, նայելով իրեն հայելու մեջ։ Նա ընտրել էր պարզ, բայց էլեգանտ մուգ կապույտ տաբատի բլեյզերի համադրություն, որը հատուկ գնել էր այդ առիթի համար։ Նրա գանգուր մազերն արձակված էին, բնական արժանապատվությամբ շրջանակելով նրա դեմքը։ Բայց պարոն Մանուկյանը պնդել է ամբողջական կերպարի ստեղծման վրա, նյարդայնացած վիճում էր դիմահարդարը։ Իսկ ես պնդում եմ, որ այսպես լավ եմ, վճռականորեն պատասխանեց Վիկտորյան։ Իմ արտաքինը սակարկության ենթակա չէ։ Դուռը բացվեց, ներս մտավ Ալեքսանդրը, անթերի իր մոխրագույն կոստյումով։ Նա կանգ առավ, տեսնելով Վիկտորիային առանց դիմահարդարման բնական մազերով։ Կարծում էի, մենք պայմանավորվել էինք ամբողջական կերպարի շուրջ, մեկնաբանեց նա, ակնհայտորեն դժգոհ։ Ոչ, դուք պայմանավորվել էիք ձեր թիմի հետ, ուղղեց Վիկտորյան։ Ես տիկնիկ չեմ, որ դուք հագցնեք, Ալեքսանդր։ Ես կներկայանամ այնպիսին, ինչպիսին կամ լուրջ գիտնական, ոչ թե մարքեթինգային պարագա։ Նախքան Ալեքսանդրը կկարողանար պատասխանել, Ռուզաննան շտապ ներս մտավ։ Մենք պատրաստ ենք։ Սրահը լեցուն է։ Բոլոր հիմնական լրատվամիջոցները ներկա են։ Ալեքսանդրս մի պահ ուսումնասիրեց Վիկտորիային, հետո գլխով արեց։ Դե ինչ, գնացինք։ Երբ նրանք մտան սրահ, լուսանկարչական բռնկումների ալիքը դիմավորեց նրանց։ Վիկտորյան ստամոքսում սառնություն զգաց, տեսնելով այդքան շատ տեսախցիկներ անծանոթ դեմքեր։ Դա շատ տարբեր էր այն գիտական կոնֆերանսներից, որոնց նա սովոր էր տարիներ առաջ։ Ալեքսանդրը զբաղեցրեց իր տեղն ամբիոնի մոտ, ժպտալով տեսախցիկներին այն վստահությամբ, որը բնորոշ է ուշադրության կենտրոնում ծնված մարդուն։ Բարի օր բոլորին։ Շնորհակալ եմ մամուլի ներկայության համար։ Մանուկյան հիմնադրամի համար այս կարևոր պահին։ Այսօր ես պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու վաղվա գիտնականներ ծրագրի մեկնարկի մասին մի նախաձեռնություն, որի նպատակն է աջակցել հայ կին գիտնականներին։ Մինչ նա խոսում էր, Վիկտորյան դիտում էր լրագրողների արտահայտությունները։ Ոմանք կատաղի նշումներ էին անում, մյուսները թերահավատ տեսք ունեին։ Հետի շարքում մի լրագրողուհի չէր թաքցնում իր քննադատական հայացքը։ Հսկայական հպարտությամբ եմ ներկայացնում մեր առաջին շահառուին, դոկտոր Վիկտորիա Ալավերդյանին, կենսաքիմիկոս, որը մասնագիտացած է ռեգեներատիվ ֆերմենտների ոլորտում, որի խոստումնալից հետազոտությունը ընդհատվել է անբարենպաստ հանգամանքների պատճառով։ Ալեքսանդրը մեկնեց ձեռքը, հրավիրելով Վիկտորիային միանալ իրեն ամբիոնի մոտ։ Նա քայլեց ամուր քայլերով, գիտակցելով, որ գտնվում է նույն տարածքում, որտեղ շաբաթներ առաջ նվաստացվել էր։ Հեգնանքը ոչ ոքի ուշադրությունից չվրիպեց։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ասաց նա խոսափողով։ Նախարար, ուզում եմ մի բան պարզաբանել։ Ես այստեղ չեմ քավության կամ հեքիաթային պատմության շարունակման համար։ Մրմունջ տարածվեց հանդիսատեսի շրջանում։ Նրա կողքին Ալեքսանդրը գրեթե աննկատ լարվեց։ Մանուկյան հիմնադրամը ֆինանսավորում է իմ վերադարձը գիտական հետազոտություններին, դրա համար ես շնորհակալ եմ։ Բայց ես այստեղ չեմ ձացնելու, թե այն, ինչ տեղի ունեցավ այս նույն սրահում շաբաթներ առաջ, մոռացվել կամ ջնջվել է այս ժեստով։ Տեսախցիկների բռնկումներն ուժեղացան։ Վիկտորյան զգում էր Ալեքսանդրի լարվածությունը իր կողքին, բայց շարունակեց։ Այս հնարավորությունն ընդունելը չի նշանակում, որ ես ներում եմ պարոն Մանուկյանի պահվածքը այդ գիշեր։ Դա պարզապես նշանակում է, որ ես ընտրել եմ բացասական իրավիճակը վերածել արդյունավետ մի բանի, ոչ միայն ինձ համար, այլ հայկական գիտության համար։ Ալեքսանդրը փորձեց վերականգնել պատմության վերահսկողությունը, մոտենալով խոսափողին։
Դոկտոր Ալավերդյանը հիանալի կերպով մարմնավորում է այս ծրագրի ոգին, տոկունություն, գերազանցություն, նույնիսկ դժվարությունների պայմաններում։ Ամենամեծ դժվարությունը, որին ես բախվել եմ, խորտիկներ մատուցելը կամ լվացքատանն աշխատելը չէր, միջամտեց Վիկտորյան, հրաժարվելով լռեցվել։ Դա իմ հետազոտությունը հզոր գործընկերոջ կողմից գողացվելն էր, որն օգտագործեց իր ազդեցությունը, ինձ ակադեմիայից հեռացնելու համար։ Գերեզմանային լռություն տիրեց սրահում։ Այս մասը Ալեքսանդրի հասարակայնության հետ կապերի թիմի կողմից մանրակրկիտ պատրաստված սցենարում չկար։ 7 տարի առաջ ես մշակեցի հեղափոխական մեթոդ վերքերի ապաքինումն արագացնելու համար, օգտագործելով հայկական լեռնաշխարհի կենսաբազմազանության ֆերմենտները։ Իմ գործընկերը դոկտոր Կարեն Դավթյանը, Global Armenia դեղագործական ընկերության ներկայիս գլխավոր հետազոտողը, յուրացրեց իմ աշխատանքը, երբ ես բժշկական արձակուրդում էի դստերս ծնվելուց հետո։ Ռուզաննան սրահի հետի մասում հուսահատ ժեստեր էր անում, որ Ալեքսանդրն ընդհատի Վիկտորիային, բայց նա անշարժ մնաց, հիացած այն փոփոխությամբ, որ տեղի էր ունեցել բուֆետի ծառայությունում հանդիպած ամաչկոտ կնոջ հետ, որն այժմ բնության ուժի պես տիրում էր ամբիոնին։ Երբ ես փորձեցի բողոքել գողության մասին, ինձ լռեցրին։ Դոկտոր Դավթյանը լավ կապեր ուներ, տղամարդ էր, համալսարանում հզոր հովանավորներով։ Ես միայնակ մայր էի, առանց ինստիտուցիոնալ աջակցության։ Դռները փակվեցին իմ առաջ, մեկը մյուսի հետից։ Վիկտորյան դադար տվեց, ուղիղ նայելով տեսախցիկներին։ Բայց այսօր ես ունեմ մի բան, որը նախկինում չունեի, ապացույցներ։ Նա բլեյզերի գրպանից հանեց մի ֆլեշ կրիչ, բարձրացրեց այն։ Այստեղ իմ բնօրինակ լաբորատոր տետրերի պատճեններն են, թվագրված, ստորագրված, ամբողջական հետազոտությամբ։ Դոկտոր Դավթյանի հետ փոխանակված էլեկտրոնային նամակներ, որտեղ նա խոստովանում է, որ չի հասկանում մեթոդաբանության այն ասպեկտները, որոնք հետագայում պնդում էր, թե ինքն է մշակել։ Նախկին գործընկերների վկայություններ, որոնք ականատես են եղել մտավոր գողությանը։ Եվ ամենակարևորը իմ բնօրինակ հետազոտության Global Armenia-ի կողմից գրանցված արտոնագրերի մանրամասն համեմատական վերլուծություն, որը ցույց է տալիս մեթոդների միջ 98% համապատասխանություն։ Լրագրողները խառնաշփոթի մեջ էին, հարցեր ու բռնկումներ տեղալով։ Ռուզաննան թողել էր իրավիճակը վերահսկելու ցանկացած փորձ, այժմ շտապ խոսում էր հեռախոսով սրահի հետի մասում։ Ես այս նյութը տրամադրում եմ ներկա ողջ մամուլին, շարունակեց Վիկտորյան։ Ոչ թե վրեժխնդրության, այլ արդարության համար, ոչ միայն ինձ, այլ մյուս կին գիտնականների համար, որոնց լռեցրել են, գողացել են, մոռացել են։ Ալեքսանդրը, ուշքի գալով զարմանքից, փորձեց նորից վերահսկել իրավիճակը։ Սա հենց այն տեսակի անարդարությունն է, որի դեմ մեր ծրագիրը մտադիր է պայքարել։ Մանուկյան հիմնադրամը հավատարիմ է գիտության մեջ թափանցիկությանն ու էթիկային։ Վիկտորյան շրջվեց դեպի նա, շուրթերին թեթ ժպիտ։ Ուրախ եմ դա լսել, պարոն Մանուկյան։ Ենթադրում եմ ուրեմն, որ դուք դեմ չեք լինի դոկտոր Դավթյանի վարքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն սկսելուն, իմ հետազոտությունից բխող բոլոր արտոնագրերը վերանայելուն։ Տեսախցիկների առաջ անկյուն քշված, Ալեքսանդրը կարողացավ միայն գլխով անել։ Իհարկե։ Հիմնադրամը կաջակցի ցանկացած անհրաժեշտ հետաքննության։ Քննադատական հայացքով լրագրողուհին, որին Վիկտորյան նկատել էր, ձեռք բարձրացրեց։ Կարինե Գրիգորյան, Հայաստանի Հանրապետություն։ Դոկտոր Ալավերդյան, այս զարմանալի բացահայտումը լիովին փոխում է ձեր պատմության ընթացքը։ Շատերը ձեզ տեսնում էին որպես ժամանակակից մոխրոտիկ, որին փրկել է զղջացող իշխանը։ Այժմ մենք տեսնում ենք մի գիտնականի, որը պայքարում է վերականգնելու այն, ինչ իրենից գողացել են։ Ինչպես եք զգում, երբ մամուլը ձեզ վերածում է հեքիաթի։ Վիկտորյան ժպտաց։ Ես երբեք փրկության կարիք չեմ ունեցել, տիկին Գրիգորյան։ Ես հնարավորության կարիք ունեի, մի բան, որը պետք է լինի բոլորի իրավունքը, ոչ թե քչերի արտոնությունը։ Եթե այս ամբողջ պատմության մեջ դաս կա, ապա այն է, որ արժանապատվությունը ոչ թե մեր կրած զգեստի կամ կրած կոչման մեջ է, այլ այն ամբողջականության, որով մենք դիմակայում ենք դժվարություններին։ Հարցերը շարունակվեցին ավելի քան 1 ժամ։ Վիկտորյան պատասխանում էր հանգիստ ճշգրիտ, մինչդեռ Ալեքսանդրը տատանվում էր նրան հրապարակայնորեն աջակցելու իր հասարակայնության հետ կապերի թիմին անհանգիստ հայացքներ նետելու միջ։ Երբ ասուլիսը վերջապես ավարտվեց, Ալեքսանդրը Վիկտորիային քաշեց մի աննկատ անկյուն։ Դու սա ի սկզբանե պլանավորել էիր, մեղադրեց նա, ավելի շատ հիացած, քան զայրացած։ Ոչ այնքան, ազնվորեն պատասխանեց նա։
Բայց երբ Կարենը հայտնվեց լվացքատանը, ինձ փնտրելով, ես հասկացա, որ նա վախեցած է իմ հանկարծակի տեսանելիությունից։ Դա ինձ քաջություն տվեց անելու այն, ինչ պետք է արած լինեի տարիներ առաջ։ Դու հասկանում ես, որ հենց նոր պատերազմ սկսեցիր երկրի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի դեմ։ Ես պատերազմի մեջ չեմ Global Armenia-ի հետ, ուղղեց Վիկտորիան։ Ես իմ աշխատանքի համար ճանաչում եմ փնտրում։ Եթե նրանք էթիկական են, ինչպես պնդում են, խնդիր չեն ունենա իրենց գիտնականներից մեկի դեմ մեղադրանքները հետաքննելու հարցում։ Դեռ սրահում լրագրողները շրջապատել էին Ռուզաննային, որը հուսահատ փորձում էր վերահսկել վնասները։ Պարոն Մանուկյանը գիտեր այս բացահայտման մասին։ Նա աջակցում է դոկտոր Ալավերդյանին Global Armenia-ի դեմ։ Շահերի բախում կա, քանի որ Մանուկյան ոսկերչատունը համագործակցում է դեղագործական ընկերության հետ։ Ալեքսանդրը դիտում էր տեսարանը, գիտակցելով, որ իր մանրակրկիտ մշակված ծրագիրը լիովին փոխվել էր։ Համեստ աշխատակցուհու մեծահոգի փրկչի փոխարեն նա այժմ հզոր կորպորացիային մարտահրավեր նետելու հանցակից էր։ Եվ, զարմանալիորեն, դրանից վատ չէր զգում։ Դուք ահարկու հակառակորդ եք, դոկտոր Ալավերդյան, ցածրաձայն մեկնաբանեց նա։ Ես ձեր հակառակորդը չեմ, Ալեքսանդր, պատասխանեց Վիկտորիան։ Ես պարզապես մեկն եմ, որը հրաժարվում է օգտագործվել, լինի դա ձեր կողմից, թե այն համակարգի կողմից, որը թույլ տվեց Կարենին գողանալ իմ աշխատանքը։ Այդ գիշեր Վիկտորիայի բնակարանը Մալաթիա Սեբաստիայում դարձավ մեդիա փոթորկի կենտրոն։ Նրա հեռախոսը չէր դադարում զանգել։ Լրագրողները ճամբարել էին շենքի դռան մոտ։ Բայց ներսում, այն փոքրիկ սենյակում, որը նա կիսում էր դստեր հետ, Վիկտորիան նստեց Մարիամի մահճակալին, բացատրելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Դու հիանալի էիր, մամ, բացականչեց դեռահասը, բջջայինով ասուլիսը դիտելուց հետո։ Ալեքսանդրի դեմքը, երբ դու ֆլեշ կրիչը հանեցիր գրպանիցը։ Անգին էր։ Վիկտորիան ժպտաց, հոգնած, բայց գող։ Վախենալու էր, բայց անհրաժեշտ։ Բջջայինը նորից թրթռաց, այս անգամ անծանոթ համարից էր։ Դոկտոր Ալավերդյան, ես Թերեզա Հակոբյանն եմ, առաջադեմ կենսատեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենը։ Այսօր մեծ հետաքրքրությամբ հետեցի ձեր ասուլիսին։ Կցանկանայի ձեզ առաջարկել գլխավոր հետազոտողի պաշտոն մեր նոր կենտրոնում, անկախ Մանուկյան հիմնադրամի կրթաթոշակից։ Մենք հատուկ հետաքրքրված ենք ռեգեներատիվ ֆերմենտների վերաբերյալ ձեր հետազոտությամբ։ Խնդրում եմ, կապ հաստատեք զրուցելու համար։ Վիկտորիան հաղորդագրությունը ցույց տվեց Մարիամին, որը ցատկեց մահճակալից, տոնելով. Տեսա՞ր։ Արդեն սկսվում է։ Դու իրական գիտության ես վերադառնալու։ Մինչ դուստրը տոնում էր, Վիկտորիան անվստահության ալիք զգաց։ 7 տարի հեռու լաբորատորիաներից։ Գիտությունն առաջ էր գնացել։ Իսկ եթե չկարողանար հետել։ Իսկ եթե պարզեին, որ փայլուն դոկտոր Ալավերդյանը ընդամենը խաբեբա է։ Մամ, Մարիամն ընդհատեց նրա մտքերը։ Ինչ եղավ։ Իսկ եթե ես չկարողանամ, շնջաց Վիկտորիան։ Իսկ եթե ես մոռացել եմ, թե ինչպես լինել գիտնական։ Մարիամը նստեց մոր կողքին, բռնելով նրա ձեռքերը։ Դու երբեք չես դադարել գիտնական լինելուց։ Հիշում ես, թե ինչպես էիր ինձ կենսաքիմիա բացատրում, սավաններ ծալելիս։ Ինչպես մեր խոհանոցը լաբորատորիայի վերածեցիր, ինձ խմորման մասին սովորեցնելու համար։ Գիտությունը միշտ քո մեջ է եղել։ Վիկտորիան գրկեց դստերը, աչքերում արցունքներ զգալով։ Երբ դարձար այդքան իմաստուն։ Լավագույնից եմ սովորել, կրկնեց Մարիամը, ժպտալով։ Հիմա եք մտածենք, թե ինչ ես հագնելու քո առաջին օրը, որպես գլխավոր հետազոտող։ Մինչդեռ, կենտրոնի շքեղ բնակարանում, Ալեքսանդրը լրատվականներով դիտում էր ասուլիսի արձագանքը։ Նրա թիմն առաջարկել էր, որ նա հեռու մնա Վիկտորիայի, Global Armenia-ի դեմ մեղադրանքներից, բայց նրա ներսում ինչ-որ բան հրաժարվում էր հետել այդ անվտանգ ուղուն։ Նա վերցրեց հեռախոսը, հավաքեց այն համարը, որը հազվադեպ էր անձամբ օգտագործում։ Դոկտոր Ալավերդյան։ Ալեքսանդր Մանուկյանն է։ Կարծում եմ, մենք պետք է խոսենք հաջորդ քայլերի մասին։ Մասնավորապես, այն մասին, թե ինչպես կարող է հիմնադրամն աջակցել ձեր պայքարին Global Armenia-ի դեմ։ Ինչ կասեք վաղը մի բաժակ սուրճի մասին։ Գծի մյուս կողմում Վիկտորիան ժպտաց։ Զարմացած եմ, պարոն Մանուկյան։ Կարծում էի, դուք կպլանավորեիք, թե ինչպես հեռու մնալ այս սկանդալից։
Ասենք, թե դուք ինձ ոգեշնչեցիք լինել ավելի քիչ հաշվարկող, ավելի իսկական։ Հաջորդած լռությունը լի էր հնարավորություններով։ Դա ընկերություն չէր, առավել սիրավեպ։ Դա բախումից ծնված փոխադարձ հարգանքի յուրահատուկ տեսակ էր։ Սուրճ ժամը 10:00-ին կենսատեխնոլոգիաների ինստիտուտում վերջապես պատասխանեց Վիկտորիան։ Ես կծանոթանամ լաբորատորիային, որը դոկտոր Հակոբյանն է ինձ առաջարկում։ Կարող եք ինձ այնտեղ գտնել։ Ես այնտեղ կլինեմ, հաստատեց Ալեքսանդրը։ Եվ Վիկտորիա, շնորհավորում եմ։ Դուք այսօր փայլ ունեիք։ Շնորհակալություն, պարզապես պատասխանեց նա։ Բայց սա միայն սկիզբն էր։ Անջատելուց հետո Վիկտորիան շուրջը նայեց փոքրիկ բնակարանին, որը տարիներ շարունակ եղել էր իր ապաստանն ու բանտը։ Շուտով նրանք կարող էին տեղափոխվել։ Մարիամը կհաճախեր լավ դպրոց։ Եվ ինքը, Վիկտորիա Ալավերդյանը, կվերադառնար լաբորատորիաներ ոչ թե որպես զոհ, այլ որպես սեփական պատմության գլխավոր հերոսուհի։ Բջջայինը նորից թրթռաց։ Այս անգամ տիկին Զարայից էր հաղորդագրությունը։ Աղջիկ ջան, դու բոլոր թերթերում ես։ Կարենը կատաղած եկել էր այստեղ, քեզ փնտրելով։ Հովսեփը նրան դուրս արեց, անվտանգություն կանչեց։ Զգույշ եղիր։ Հպարտանում եմ քեզնով, գիտնական։ Վիկտորիան ժպտաց։ Ճակատամարտը նոր էր սկսվում, բայց 7 տարվա մեջ առաջին անգամ նա զգում էր, որ կարող է հաղթել։ 6 ամիսն անցավ փոթորկի պես։ Վիկտորիայի լաբորատորիան առաջադեմ կենսատեխնոլոգիաների ինստիտուտում, որը գտնվում էր Երանի ժամանակակից թաղամասերից մեկի նորակառույց շենքում, եռում էր ակտիվությունից։ Փորձանոթներ, վերջին սերնդի ցենտրիֆուգներ, դնթեի սեկվենատորներ, ամեն ինչ իր տրամադրության տակ էր։ Նրա 4 հետազոտողներից բաղկացած թիմը, որին անձամբ էր ընտրել, աշխատում էր ներդաշնակության մեջ, իր ղեկավարությամբ։ Դոկտոր Ալավերդյան, B7 ֆերմենտի թեստի արդյունքները եկել են, հայտարարեց Կամիլան, նորավարտ երիտասարդ հետազոտող, որը Վիկտորիային հերոսուհու պես էր պաշտում։ Ապաքինման մակարդակը 68%, ով բարձրացել է համեմատած վերահսկիչ խմբի հետ։ Վիկտորիան ուշադիր ուսումնասիրեց տվյալները։ Հիանալի է, Կամիլա։ Պետք է փորձս 2 անգամ կրկնենք հաստատելու համար, բայց սա շատ խոստումնալից է։ Լաբորատորիայի ապակե պատերի միջով Վիկտորիան տեսնում էր, թե ինչպես են աշխատում մյուս թիմերը։ Երբեմն նա դեռ իրեն ինքնակոչ էր զգում, կարծես ցանկացած պահի ինչ-որ մեկը կբացահայտեր, որ ինքն այլս այդ աշխարհին չի պատկանում։ Բայց հետո հիշում էր Մարիամի խոսքերը։ Դու երբեք չես դադարել գիտնական լինելուց։ Նրա բջջայինը թրթռաց։ Ալեքսանդրից էր հաղորդագրությունը։ Մրցանակաբաշխության հանձնաժողովը հենց նոր դուրս եկավ նիստից։ Միաձայն որոշում։ Շնորհավորում եմ, տարվա գիտնական։ Վիկտորիան նստեց, ձեռքերը թեթակի դողում էին։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի տարվա գիտնական մրցանակը երկրի բարձրագույն գիտական պարտքն էր։ Կարեն Դավթյանի հետ կապված սկանդալից հետո լիարժեք հետաքննություն էր անցկացվել, որն ավարտվել էր Վիկտորիայի պաշտոնական ճանաչմամբ, որպես ռեգեներատիվ ֆերմենտների վերաբերյալ հետազոտության իրական հեղինակ։ Գլոբալ Արմենիան, սկզբնական դիմադրությունից հետո որոշեց համաձայնության գալ։ Կարենին հեռացրին, ընկերությունը հրապարակայնորեն ճանաչեց Վիկտորիայի հեղինակությունը, ֆինանսական փոխհատուցման հիմնադրամ ստեղծեց արտոնագրերի ոչ պատշաճ շահագործման տարիների համար։ Բայց ուշացած ճանաչումից ավելի կարևոր էր այն, ինչ Վիկտորիան կառուցել էր վերջին 6 ամիսների ընթացքում։ Նրա թիմը մշակել էր իր սկզբնական հետազոտության կատարելագործված տարբերակը, ռեգեներատիվ բժշկության մեջ էլ ավելի լայն կիրառություններով։ Աշխատանքից հետո Վիկտորիան գնաց Մարիամի հետից նոր դպրոց, գիտության գերազանց ծրագրով մասնավոր քոլեջ, որտեղ դեռահասը ակադեմիական առումով ծաղկում էր։ Ինչպես անցավ օրդ, հարցրեց Վիկտորիան, դիտելով, թե ինչպես է դուստրը նստում մեքենան, գրքերով լի պայուսակով։ Անհավանական։ Հայկական բնաշխարհի մասին իմ նախագիծն ընտրվել է գիտության ազգային տոնավաճառի համար, ոգորված պատասխանեց Մարիամը։ Հետո, նկատելով ինչ-որ բան մոր դեմքին։ Ինչ է պատահել։ Դու այլ տեսք ունես։ Վիկտորիան ժպտաց։ Ես ստանալու եմ տարվա գիտնական մրցանակը։ Մարիամը ուրախությունից բացականչեց, անհարմար գրկելով մորը մեքենայի կենտրոնական վահանակի վրայով։ Ես գիտեի։ Դու այնքան արժանի ես, մամ։ Երբ է արարողությունը։
Կարող եմ հագնել այն կապույտ զգեստը, որը գնել էինք անցյալ ամիս։ 2 շաբաթից։ Եվ այո, կարող ես հագնել կապույտ զգեստը, պատասխանեց Վիկտորիան, ծիծաղելով դստեր ոգորությունից։ Ալեքսանդրը հենց նոր ինձ տեղյակ պահեց։ Ալեքսանդրը, հա։ Այլս պարոն Մանուկյան չէ, ծաղրեց Մարիամը, ակնարկով հոնքերը բարձրացնելով։ Վիկտորիան գլուխը թափահարեց։ Նորից մի սկսիր, Մարիամ։ Մեր հարաբերությունները խիստ մասնագիտական են։ Եթե դու ես ասում, Մարիամը ուսերը թոթվեց չարաճճի ժպիտով։ Բայց նա լաբորատորիայում հայտնվում է առնվազն շաբաթը մեկ անգամ։ Եվ միշտ բերում է այն բելգիական շոկոլադները, որոնք դու սիրում ես։ Նա հիմնադրամի նախագահն է, որը ֆինանսավորում է մեր հետազոտության մի մասը, արդարացավ Վիկտորիան, թե դեմքին թեթ կարմրություն զգաց։ Նորմալ է, որ նա հետում է մեր առաջընթացին։ Ճշմարտությունն այն էր, որ Վիկտորիայի Ալեքսանդրի հարաբերությունները զարգացել էին անսպասելի կերպով։ Սկզբնական բախումից հետո նրանց միջ փոխադարձ հարգանք էր ձևավորվել, որը աստիճանաբար վերածվել էր իսկական գործընկերության։ Ալեքսանդրը կատարել էր համաձայնության իր մասը, ներառյալ մասնակցելով իշխանության չարաշահման դասընթացին, որը պահանջել էր Վիկտորիան։ Բոլորի համար անսպասելի, նա այնքան լուրջ էր վերաբերվել դասընթացին, որ զգալի փոփոխություններ էր իրականացրել Մանուկյան ոսկերչատան կորպորատիվ մշակույթում, ավելի շատ կանանց առաջ քաշելով ղեկավար պաշտոններում, սահմանելով խիստ քաղաքականություն ոտնձգությունների դեմ։ Վիկտորիայի նոր բնակարանում, Բաղրամյան պողոտայի հարմարավետ 3 սենյականոցում, որը վճարվել էր Գլոբալ Արմենիայից ստացած ֆինանսական փոխհատուցմամբ, մայր ու դուստր պատրաստվում էին հատուկ ընթրիքի։ Տիկին Զարան հաստատեց, որ գալիս է, հարցրեց Մարիամը, սեղանը գցելով։ Այո, հաստատել են նա Պատրիսյան ու իր դուստրը, Կամիլան, լաբորատորիայից, պատասխանեց Վիկտորիան, ստուգելով բրինձը կաթսայում։ Ալեքսանդրն էլ պետք է շուտով անցնի։ Անձամբ հանձնելու քո ելույթը արարողության համար, հարցրեց Մարիամը, դեռ ծաղրելով։ Ոչ, ինստիտուտի հիմնադրամի միջ նոր համագործակցության փաստաթղթերը բերելու, ուղղեց Վիկտորիան, փորձելով պահպանել չեզոք տոնը։ Դրան զանգը հնչեց, տիկին Զարան էր եկել։ Լվացկատան նախկին աշխատակցուհին այժմ աշխատում էր որպես Արարատ Փալասի ծառայությունների վերահսկիչ, պաշտոնի բարձրացում ստանալով հյուրանոցի հիերարխիկ կառուցվածքի ամբողջական վերափոխումից հետո, որը նույնպես զգեստի միջադեպի անուղղակի հետանքն էր։ Շուտով բնակարանը լցվեց։ Պատրիսյան եկավ իր դստեր, Ջուլիանայի հետ, որը սովորում էր նույն դպրոցում, ինչ Մարիամը։ Կամիլան մի շիշ գինի բերեց ուրախալի նորություններ նոր թեստերի մասին։ Վերջապես հայտնվեց Ալեքսանդրը, էլեգանտ, ինչպես միշտ, բայց մի այնպիսի անմիջականությամբ, որը 6 ամիս առաջ գոյություն չուներ։ Ընթրիքի ընթացքում զրույցները բնականon հոսում էին։ Տիկին Զարան զվարճալի պատմություններ էր պատմում հյուրանոցի տարօրինակ հյուրերի մասին։ Պատրիսյան կիսվում էր իր փոքրիկ հրուշակեղենի բիզնեսի նորություններով, որն աճում էր։ Աղջիկները ոգորված քննարկում էին իրենց նախագծերը գիտության տոնավաճառի համար։ Կենաց առաջարկեց Ալեքսանդրը, բարձրացնելով իր բաժակը, մեր տարվա գիտնականի։ Բոլորը բարձրացրին իրենց բաժակները։ Վիկտորիան հուզմունքի ալիք զգաց, նայելով իր սեղանի շուրջ հավաքված այս բազմազան խմբին, ընտանիքին, որը նա կառուցել էր անհավանական հանգամանքների բերումով։ Շնորհակալություն, ասաց նա, բայց այս ճանաչումը պատկանում է բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին, երբ ոչ ոք այլս չէր հավատում։ Տիկին Զարային, որն ինձ ընդունեց լվացկատանը։ Պատրիսիային, որը հոգ էր տանում Մարիամի մասին այդքան շատ գիշերներ։ Մարիամին, որը անընդհատ հիշեցնում էր ինձ, թե ով եմ ես իրականում։ Կամիլային, որը հավատաց ժանգոտած գիտնականին։ Եվ Ալեքսանդրին, նա մի պահ տատանվեց, որը սովորեց, որ իշխանությունը պատասխանատվություն է ենթադրում։ Ալեքսանդրը լուրջ ճանաչման նշանով բարձրացրեց իր բաժակը, նրա աչքերը հանդիպեցին Վիկտորիայի աչքերին մի այնպիսի լարվածությամբ, որը չվրիպեց մյուս ներկաների ուշադրությունից։ Ավելի ուշ, երբ բոլորը հեռացել էին, բացի Ալեքսանդրից, նա օգնեց նրան մաքրել խոհանոցը։ Քո ելույթը մրցանակաբաշխության համար պատրաստ է, հարցրեց նա, չորացնելով մի ափսե։ Գրեթե, պատասխանեց Վիկտորիան, մնացորդները դնելով սառնարանը։ Փորձում եմ գտնել հավասարակշռությունը հաղթանակը տոնելու այն գիտակցելու միջ, թե որքան ճանապարհ դեռ պետք է անցնենք գիտության մեջ կանանց համար։ Եթե ինչ-որ մեկը կարող է գտնել այդ հավասարակշռությունը, դա դու ես։ Ալեքսանդրը վերջին ափսեն դրեց պահարանը շրջվեց դեպի նա։ Վիկտորիա, մի բան կա, որ ուզում եմ հարցնել շաբաթներ շարունակ։
Նրա ձայնի լուրջ տոնը ստիպեց Վիկտորիային դադարեցնել այն, ինչ անում էր։ Ինչ է պատահել։ Այն անհեթեթ գրազը, որ ես եկա այդ գիշեր, սկսեց նա, տեսանելիորեն անհարմար զգալով։ Ամուսնության մասին։ Դա աններելի էր։ Բայց ես մտածում եմ, արդյոք գուցե մի ընթրիք ընդունելի կլինի։ Միայն մենք երկուսով։ Վիկտորիան երկար պահ ուսումնասիրեց նրան։ Իր դիմացի տղամարդն այլս այն մեծամիտ գործարարը չէր, որը հրապարակայնորեն նվաստացրել էր իրեն։ Նրա աչքերում մի անկեղծություն կար, որը նախկինում գոյություն չուներ։ Ալեքսանդր, այն, ինչ տեղի է ունեցել մեր միջ, բարդ էր, վերջապես պատասխանեց նա։ Մենք սկսեցինք ամենավատ ձով։ Իշխանության անհավասարակշռություն կա, որը չի կարելի անտեսել։ Հասկանում եմ, ասաց նա, մի քայլ հետ գնալով։ Անպատշաճ էր առաջարկել։ Ես չեմ ավարտել, ընդհատեց Վիկտորիան։ Ես հարաբերություններ չեմ կառուցում տրավմայի փլատակների վրա։ Բայց ես նա հավատում եմ իսկական փոխակերպմանը։ Ես տեսել եմ, թե ինչպես եք փոխվել վերջին ամիսներին, ոչ թե մարքեթինգային ռազմավարության, այլ անձնական ընտրության շնորհիվ։ Ուրեմն կարծում եմ, որ մենք կարող ենք սկզբում մի բաժակ սուրճ փորձել։ Հանրային վայրում։ Որպես գործընկերներ։ Եվ տեսնել, թե դա ուր կտանի։ Ալեքսանդրի ժպիտն անկեղծ էր։ Սուրճը կատարյալ կլինի։ Մրցանակաբաշխության երեկոյան օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնը լեփ-լեցուն էր։ Երկրի գիտական, գործարար քաղաքական էլիտան հավաքվել էր հայկական ակադեմիական օրացույցի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկի համար։ Կուլիսներում Վիկտորիան ուղում էր դնթեի պարույրի տեսքով ոսկեգույն կրծքազարդը իր թագավորական կապույտ բլեյզերի վրա, Մարիամի նվերը այդ առիթով։ Նրա գանգուր մազերն անթերի հարդարված էին, շրջանակելով նրա այժմ ավելի հանգիստ վստահ դեմքը։ 5 րոպե, դոկտոր Ալավերդյան, զգուշացրեց մի օգնական։ Վիկտորիան խորը շունչ քաշեց, մտովի վերանայելով իր ելույթը։ Վարագույրի մյուս կողմում նա լսում էր, թե ինչպես է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահը խոսում իր ուղու, իր կրած անարդարության արտասովոր համառության մասին։ Առաջին շարքում Մարիամն էր սպասում նրան, էլեգանտ խոստացված կապույտ զգեստով, տիկին Զարայի, Պատրիսիայի, Կամիլայի լաբորատորիայի իր ողջ թիմի կողքին։ Ալեքսանդրը մի փոքր հեռու էր նստած, հարգելով այն տարածքը, որը նրան պետք էր այս պահին, որը միայն իրենն էր։ Եվ այժմ մեծ պատվով բեմ եմ հրավիրում տարվա գիտնական մրցանակի դափնեկրին, դոկտոր Վիկտորիա Ալավերդյանին։ Ծափահարությունները խլացուցիչ էին, երբ Վիկտորիան քայլեց դեպի ամբիոն։ Բռնկումները տեղում էին բոլոր կողմերից։ Նույն տեսախցիկները, որոնք մի ժամանակ ֆիքսել էին նրա նվաստացումը, այժմ գրանցում էին նրա հաղթանակը։ Բարի երեկո, սկսեց նա, նրա ձայնը ամուր հստակ հնչում էր բարձրախոսներով։ 7 տարուց մի փոքր ավելի առաջ ես ԵՓ-ի լաբորատորիայում էի, համոզված, որ գտել եմ մի բան, որը կարող է կյանքեր փոխել։ 6 ամիս առաջ ես առավոտյան ժամը 3-ին հյուրանոցի լվացկատանը սավաններ էի ծալում։ Մրմունջի ալիք անցավ դահլիճով։ Իմ պատմությունը գծային չէ։ Այն հեքիաթ չէ։ Այն լի է փակ ուղիներով, փակ դռներով, կասկածի գիշերներով, հյուծվածության առավոտներով։ Եվ այդպես է շատ կանանց համար գիտության մեջ, հատկապես սամորթ կանանց, միայնակ մայրերի, հզոր հովանավորներ չունեցող կանանց համար։ Դահլիճում բացարձակ լռություն էր, յուրաքանչյուր խոսք ուշադրությամբ էր ընկալվում։ Իմ հետազոտությունը գողացվեց մի համակարգի կողմից, որն ավելի շատ գնահատում է իշխանությունը, քան ճշմարտությունը։ Ինձ լռեցրին հաստատություններ, որոնք պետք է պաշտպանեին արժանինքները։ Ես տարիներ շարունակ դատապարտված էի անտեսանելիության։ Բայց երբեք, ոչ մի օր, չեմ դադարել գիտնական լինելուց։ Նրա աչքերը հանդիպեցին Մարիամի աչքերին, որը ժպտում էր արցունքոտ աչքերով։ Այս մրցանակը ոչ միայն իմ անձնական քավությունն է ներկայացնում։ Այն ներկայացնում է հանձնառություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր անտեսվել են։ Այն աղջիկների, որոնք սիրում են գիտությունը, բայց չեն տեսնում իրենց նման օրինակներ։ Այն հետազոտողների, որոնք հավասարակշռում են մայրությունն ու կարիերան, առանց ինստիտուցիոնալ աջակցության։ Նրանց, ովքեր փայլուն գաղափարներ ունեն, բայց անտեսված ձայներ, տղամարդկանց կողմից գերիշխող ժողովներում։ Վիկտորիան դադար տվեց, նայելով բազմազան հանդիսատեսին։ Շնորհակալ եմ իմ դստերը, Մարիամին, որը երբեք չկասկածեց իմ վրա, նույնիսկ երբ ես ինքս էի կասկածում։
Տիկին Զարային, որն ինձ սովորեցրեց, որ արժանապատվությունը կապված չէ պաշտոնի կամ կոչման հետ։ Պատրիսիային, որը հոգ էր տանում իմ դստեր մասին, երբ ես ամբողջ գիշեր աշխատում էի։ Իմ թիմին, որը հավատաց ժանգոտած գիտնականին։ Եվ այո, շնորհակալ եմ նույնիսկ Ալեքսանդր Մանուկյանին։ Նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին հանդիսատեսի շարքերում, որը հեգնականորեն փորձելով ինձ նվաստացնել, ի վերջո կատալիզատոր դարձավ այն գործընթացի համար, որն ինձ վերադարձրեց գիտություն, եւ որը ի պատիվ իրեն ունեցավ խոնարհություն, ճանաչելու իր սխալները, քաջություն, իսկապես փոխվելու։ Ալեքսանդրը թեթակի խոնարհեց գլուխը ի նշան ճանաչման, շուրթերին փոքրիկ ժպիտ։ Սա միայն սկիզբն է, շարունակեց Վիկտորիան։ Ռեգեներատիվ ֆերմենտների վերաբերյալ մեր հետազոտությունն արդեն ցույց է տալիս խոստումնալից արդյունքներ, որոնք կարող են հեղափոխել քրոնիկ վերքերի բուժումը միլիոնավոր մարդկանց օգուտ տալու ներուժով։ Եվ մենք մշակում ենք մենթորության ծրագիր անապահով համայնքների երիտասարդ գիտնականների համար, որպեսզի ինձ նման այլ աղջիկներ ստիպված չլինեն սպասել վիրուսային միջադեպի, իրենց հնարավորությունն ունենալու համար։ Ծափահարությունները ինքնաբերաբար սկսվեցին, ընդհատելով նրա ելույթը։ Վիկտորիան սպասեց, մինչ դրանք կհանդարտվեն, նախքան եզրափակելը։ Ես սահմանված չեմ նրանով, ինչ արել են ինձ հետ։ Ես սահմանված եմ նրանով, թե ինչպես եմ արձագանքել։ Եվ իմ պատասխանը հստակ է՝ համառություն, գերազանցություն, անսասան վճռականություն, դռներ բացելու, որպեսզի մյուսները կարողանան անցնել։ Շատ շնորհակալ եմ։ Հանդիսատեսը ոտքի կանգնեց, ծափահարելով։ Մարիամն առաջինն էր, որին հետեց ամբողջ առաջին շարքը, իսկ հետո ողջ թատրոնը։ Բռնկումները անդադար տեղում էին, մինչ Վիկտորիան ակադեմիայի նախագահի ձեռքից ստանում էր բյուրեղյա գավաթը։ Կուլիսներում երկրպագուներին գործընկերներին ողջունելուց հետո Վիկտորիան վերջապես մի պահ մենակ մնաց։ Նա նայեց գավաթին իր ձեռքերում, զգալով այն ամենի ծանրությունը, ինչ տեղի էր ունեցել այստեղ հասնելու համար։ Դռան թեթ թակոցը նրան դուրս բերեց մտքերից։ Ալեքսանդրն էր, բռնած բնիկ խոլորձների փոքրիկ փունջ։ Տպավորիչ ելույթ, ասաց նա, նրան մեկնելով ծաղիկները։ Եվ արժանի։ Շնորհակալություն, պատասխանեց նա, ընդունելով փունջը։ Դրա համար դե, այս ամենի մեջ ձեր ունեցած դերի համար։ Հեգնական է, չէ՞, շպտաց Ալեքսանդրը։ Եթե ես այդ գիշեր լիակատար հիմար չլինեի, դուք հավանաբար դեռ լվացքատանը կլինեիք, իսկ ես կշարունակեի լինել նույն մեծամիտ գործարարը, ինչ միշտ։ Կյանքը նման շրջադարձեր ունի, համաձայնեց Վիկտորիան։ Մենք դեռ շատ բան ունենք սովորելու միմյանցից։ Սկսած այն սուրճից, որը դուք խոստացաք, հիշեցրեց նա։ Վաղը, ժամը 10-ին, ինստիտուտի սրճարանում, հաստատեց նա։ Որպես գործընկերներ։ Որպես գործընկերներ, կրկնեց Ալեքսանդրը։ Առայժմ։ Վիկտորիան ժպտաց, ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով ակնարկը։ Ապագան բաց էր, լի հնարավորություններով, որոնց մասին նա ամիսներ առաջ նույնիսկ չէր համարձակվում երազել։ Դուռը նորից բացվեց, Մարիամը վազելով ներս մտավ, նետվելով մոր գիրկը։ Դու հիանալի էիր, մամ։ Բոլորը քո ելույթի մասին են խոսում։ Վիկտորիան ամուր գրկեց դստերը։ Մենք հիանալի էինք, Մարիամ։ Սա որքան իմ, նույնքան էլ քո հաղթանակն է։ Տիկին Զարան հայտնվեց դռան մոտ, որին հետում էին Պատրիսյան լաբորատորիայի թիմը։ Մամուլը դրսում սպասում է, հայտնի գիտնական։ Եվ աղջիկների հերթ կա, որոնք ինքնագրեր են ուզում։ Վիկտորիան նայեց իր շուրջը հավաքված խմբին, իր ընտրած ընտանիքին, որը կառուցվել էր դժվարությունների տոկունության միջոցով։ Նա գավաթը դրեց։ Սեղանին ուղղեց դնթեի պարույրի տեսքով կրծքազարդը։ Դե ինչ, գնացինք, ասաց նա, քայլելով դեպի դուռը։ Մենք փոխելու աշխարհ ունենք։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Վիկտորիայի Մարիամի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Այս փայլուն գիտնականի ճանապարհորդությունը մեզ հիշեցնում է, որ արժանապատվությունը ոչ թե մեր կրած կոչումների մեջ է, այլ այն ուժի, որով մենք դիմակայում ենք դժվարություններին։ Այս հուզական ճամփորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, հաղթահարման նոր սկիզբների մասին նույնքան գրավիչ պատմություններով։ Հղումը գտեք այս էկրանի ձախ կողմում։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ ցանկություն առաջացրեց ավելին իմանալու այն ոգեշնչող կանանց մասին, ովքեր անբարենպաստ իրավիճակները վերածել են հաղթանակների, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին ձեր հավանումը թողեք այս տեսանյութի տակ։
Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային կյանքի բարդությունը, իրական կերպարներով երկընտրանքներով, որոնց բոլորս կարող ենք բախվել որևէ պահի։ Մեկնաբանություններում թողեք, թե որն էր ձեր սիրելի մասը, ինչ այլ պատմություններ կցանկանայիք լսել։ Անհամբեր սպասում ենք ձեր կարծիքները։ Կարդալուն